Կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Ուրախ եմ, որ այս տարվա 2026 թվականի առաջին եթերը սկսում եմ պարոն Բագրատյանի հետ, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե տարին էլ չսկսեր բացությամբ։ Թվում էր թե ինչ-որ մի փոքր դադար կառնի, բայց հենց առաջին իսկ օրերից սկսեց իր արշավը, իր պղծությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչպես տեսնում ենք, ինքը շարունակում է եւ այսօր էլ հայտարարել է, որ շարունակելու է դա, որևէ մեկին այլևս չի ասելու, թե ինքը որտեղ է, ուղղակի գնալու է այս կամ այն եկեղեցի, մասնակցելու պատարագի եւ հիմնական իր նպատակն է, որպեսզի զեղչվի վեհափառհոր կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ։ Նախ ինչու է այս ճանապարհը ինքը բռնել, ինչի հասավ, արդյոք պարոն Բագրատյան կարող ենք արձանագրել, որ ինքը այս առումով ձախողել է, չի ստացում իր մոտ ինչ-որ մի բան եւ հետեւաբար ինքը սկսել է նոր մոտեցում, դրսևորել։ Հիշեցնեմ, որ շարունակում են Բաքվի բանտում մնալ մեր հայրենակիցները, դա բացարձակ չի խանգարում, որ ողորմելի եւ թշվառական, ինչպես ասում էր Շեքսպիրը եւ շատ հաճախ սիրում էր կրկնել Լևոն Ներսիսյանը, Ալեն Սիմոնյանը եւ իր նմանները շարունակեն զեղ, շվայտ կյանքով ապրել եւ չտեսության դրսևորում դա անընդհատ իցույց դնել, ամեն ինչ հրապարակել եւ հանրայնացնել այդ ամենը, այս իմաստով ես երբեմն մտածում եմ, օրինակ այդ ցուցադրական բաները եթե մրցակցության մեջ լինեին ինքն ու Ալեն Սիմոնյանն ու Աննա Հակոբյանը, ով կհաղթեր, էլի, որտեվ երկուսի մոտ էլ այդ ինչ-որ բան ցույց տալու մոլուցքը կա այդ չտեսական։ Բաքվի բանտում շարունակում են մնալ մեր հայրենակիցները, բանտված են շարունակում մնալ 4 սրբազաններ եւ նաեւ այլ հանրային գործիչներ, գիտեք նաեւ այս փուլում տնային կալանքի փոխարինվեց մեծ բարերար Սամվել Կարապետյանի կալանքի խափանման միջոց փոխվեց եւ ինքը գտնում է տնային կալանքի մեջ, բայց այս թեմաների մասին խոսելու ենք, պարոն Բագրատյան, սկսենք եկեղեցու թեմայից, ինչ արեց Նիկոլը, ինչի արժև է կանգնած, ինչ պիտի անենք մենք եւ ինչ հանգրվանի, խնդրեմ։ Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ բարձր պարոն Բագրատյան։ Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի 80%-ը դեմ է նրան, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ։ Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանին միանշանակ պաշտպանում է 0.8%։ Նիկոլ Փաշինյանը երևի գիտի այս թվերը, որտեղ ով էլ որտեղ ինչ սոցիոլոգիական հարցում անի, այս թվերը ստանալու է։ Հիմա ինքը եկեղեցու հարցում կփորձի առաջիկայում մեղմ նահանջել։ Այդ մեղմ նահանջի ցայտուն օրինակը, որ ամեն կիրակի ինչ որ մի եկեղեցի հետամ նույնիսկ չասեմ ուրեմ գնում։ Իդայք դա ճիշտ չի, ինքը իրանց մարդկանց միջոցով այնպես անելու, որտեղ իբր մարդիկ կան, բայց այդ ընթացքում ինքը համոզվելու է, որ ինքը օժանդակություն չունի ժողովրդի կողմից։ Բավական է, որ կաթողիկոս իրեն հանգիստ պահի, բանի տեղ չդնի, չնայած եթե ինձանից կարծիք է հասնում, ես գտնում եմ, որ որոշ տիրադավների կարելի է կարգալույծ անել։ Գուցե դե ժամանակը կգա, բայց ես սրա վրա չեմ դնում իմ հիմնական շեշտը, այնուամենայնիվ, Անժելա ջան, եթե ժամանակին, երբ որ Բենտլին կներեք Տիգրան Սարգսյանի հետ միասին գործեր էր բռնում, ուզում էր եկեղեցու կալվածները ընդլայնել, տասնապատկել եւ այլն, այն ժամանակ գիտես ինչ պայքարեցինք, ստիված դուրս եկանք, ասենք այսպեսի եկեղեցի մենք թույլ չենք տա, դա սխալ է, շնորհակալություն կաթողիկոսը հասկացավ, դա չարեց, տոն չտվեց, բայց այս մարդուն կարելի էր եւ պատժել, հələ մի հատ հիշեք այդ տարբեր տեսակի պատմությունները, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կոմերցիալիզացնել եկեղեցին, իսկ հիմա Նիկոլը հենց դա է ուզում, դարձնել կոմերցիոն կառույց, այդ կոմերցիոն կառույց դառնալու հետևանքները մենք տեսնում ենք Իրանում։ Մի խոսքով։ Ես կարծում եմ հիմա Նիկոլի կողմից հետ քայլի, եկեղեցու դեմ ինքը հասկացավ, որ միանշանակ հետ քայլի, միանշանակ մարդ չի գալիս։
Այս վերջին որ հավաքել էին, այդքանով հավաքել էին, մենք էլ մեր տան կողքներ եկել էին Աննայի, Սուրբ Աննայի Բաքում, ես այնտեղ կողքն եմ ապրում, գնացի, տեսա մի քանի հոգու հետ զրուցեցի, ասի, ինչ եք եկել, ինչա ձեր ուզածը։ Տիկին դուք հասկանում եք, ասի, որ ասում եք ընդհանրեն կաթողիկոսը ապօրինի երեխա ունի, ասենք հասկանում եք, որ ձեր իսկ վարչապետը 3 հատ ապօրինի երեխա ունի։ 4 հատ։ Հա, կներեք 4 հատ, հա։ Աստված նրանց երկար տարիների կյանք տա։ Ես ինչ եք խոսում, դուք այդ որովա բարոյականը դարձաք, մանավանդ կաթողիկոսը ես վստահ եմ դնելու է, բացատրելու է այդ ամենը, հանգամանքները։ Այդ հանգամանքները։ Հաստատ, բայց Նիկոլեն մարդը չի ու ինչ որ բան պետք է բացատրի։ Նիկոլին չի բացատրի։ Բարոյական որևէ իրավունք։ Կաթողիկոսը ճիշտ պահը կօգտագործի եւ ճիշտ պահը կօգտագործի եւ ժողովրդին կբացատրի։ Հիմա ո՞ս կարա Նիկոլը հոչի կարա վերկենա ասի ես սխալվեցի։ Նախ ասեմ ձեզ, որ շատերս բողոքում ենք, թե Եվրոպա ձեն հան, Ամերիկա ձեն հան, այս մարդը ինչ անում է, ձեն հանել են։ Եվ դա էլ է նրա վրա ազդում։ Դրանք ասվում են ներքին ալիքներով, թե չհասկացանք եկեղեցում խես կպնում, այսինքն սա վերջն էր։ Այս գործը խի սկսեցիր։ Խի ինքդ քու տակը ռումբ դրեցիր Նիկոլ Փաշյան։ Չէ՞ որ մենք արևմուտք կոչված ես քեզ պաշտպանում էինք։ Միայն նրա համար, որ դու հակառուսական ես, մենք քեզ պաշտպանում էինք։ Հետևաբար ինչու, որովհետև ագահ է ուզում է Չէ, որովհետև իրան ասել են թե Ալիևն է ասել, Չէ, արևմուտքն ասել է արգելակի։ Ալիևը չէր ասել այդ բանը։ Արևմուտքն ասել է, որ արգելակի է, տոմ մի տուր։ Այս բանով բացի դա իր իսկ մանգլավիկները զեկուցել են, լսեք, ձեր ռեյտինգից բան չի մնացել։ Վարկանիշից նա դրա հետ հաշվի է նստում։ Չէ, ինչու ինքը այս արշավը սկսեց, որովհետև Էրդողանն ու Ալիևն էին պահանջում։ Ուրեմն այս արշավի, չէ, այս արշավստան, պարոն Բագրատյան, թե իսկապես նաև այսպիսի տեսակետ կա, որ ինքը քանի որ աչքածակ է, ագահ է, ամեն ինչ խլում է, նաև ուզում է այդ հարստությունը եկեղեցու, այդ ամեն ինչը վերցնել։ Ի՞նչն է։ Նախ արշավի հեղինակը Չաթամ Հաուզն էր եւ ընդհանրապես արևմուտքը ամենուրեք եւ Ուկրաինայում եւ Մոլդովայում ստեղծել է, այսպես ասած, հունա-կաթոլիկ եկեղեցի։ Իրականությունն այն է, որ ուզում են կաթողիկոսին փոխելուց հետո հայ առաքելական եկեղեցին դարձնել հունա-կաթոլիկ եկեղեցի։ Հունակաթոլիկ պայմանական են ասում, այստեղ Հունաստանը կապ չունի, հունակաթոլիկը դա կաթոլիկ եկեղեցի առողակարգերի ընդունումն է, որոշ արևելյան քրիստոնեական եկեղեցու որոշ տրադիցիաներ պահպանելու միջոցով։ Եվ հիմա բոլորը տեսան, որ Հայաստանում սա չի աշխատում, որովհետև վերջին հաշվով հայ առաքելական եկեղեցին դա ոչ ուղղափառ եկեղեցի, ոչ կաթոլիկ, առաջի քրիստոնեական եկեղեցին է եւ դա այստեղ չի աշխատում։ Առ այսօր այդ արշավը սկսելուց 7 ամիս անց 75 եպիսկոպոսից այդ խնդրին այս կամ այն միացել է 10 եւ այդ 10-ն էլ էս վերջի հավաքին չգնացին, կողքը չկանգնեցին։ Հա, ճիշտ է, ինչու։ Վախում են արդեն, ամաչում են։ Վրթանեսը, որը բաներ թեմի առաջնորդ էր Արցախում, քիչ է այն, որ մեղք ունի Արցախը զիջելու հարցում, եւ որ ընդհանրապես բլոկադայի օրերին Արցախում չհայտնվեցել, այսօր մտածում է, ես ինչ եմ անում, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մի խոսքով կողքը չգնացին, չկանգնեցին։ Եթե կանգնել, ասենք 75-ից 10, բա մնացած 65-ը։ Եվ ես կարծում եմ, որ հիմա Նիկոլը ինչ որ ձևով սա պիտի տորմուզներ տա, արկեկները սեղմի եւ արկեկները սեղմելուց հետո շաբաթը մեկ կետամ ստեկետամ այնտեղ, որովհետեւ ինքը հասկանում է, որ մինչեւ ընտրություններ ինքը ոչ մի կաթողիկոս էլ չի փոխելու, հայ առաքելական եկեղեցու էությունը չի փոխելու։ Դե ասում է, ասել շատ քիչ է։ Ով պիտի հեռանա։ Ով է ասում։ Շատ բան ասում Նիկոլ Փաշյանը։ Շատ բան ասում։ Ես չեմ կարող բացառել որևէ սցենար, բայց ինչքան ճանաչում եմ կաթողիկոսին, չի անի այդ բանը։ Ինչի համար։ Հետո մենք տեսանք ինչ անելու են, օրինակ սպառնալիք էր, ինչ էր, կաթողիկոսի եղբորն է բռնել, 4 սրբազան է բռնել։ Հա, 4 սրբազաններ փակված են։ Այո։ 4 սրբազաններ ասատում են, ինչի՞ ում անստացրել։ Միշտ բռնում է բաց է թողում, որովհետև գալիս են դատախազները, դատավորներն ասում են, ինչ են արգելափակում, ինչ են բռնում։ Քանի որ ազատություն մեջ մնալը խանգարի
հետաքննություն տանելու, իբր թե հետաքննություն, հետո պարզվում է ոչ մի հետաքննության խնդիր չկա, ոչ մի խանգարող հանգամանք չկա եւ դատավորները ինչքան էլ լավն լինեն կամ սերիկա լինեն, շուտով որոշում են, որ բաց թողել։ Խափանման միջոց են դնում, մի հատ գրավ են ուզում դնեն, դրանք էլ են ապօրինի եւ բաց են թողում։ Նույն բանը տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հետ, նույն բանը տեղի ունեցավ, քանի հոգու։ Այս եկելը Ինչի հետ չի կանգնում, պարոն Բագրատյան, ինքը եկեղեցու հարցում, ինքը տեսնում է, որ սովորաբար Նիկոլը, որ միտեղ գնում է եւ տես դիմադրությունն է տեսնում, ինքը հետ է քաշում։ Հիմա այստեղ կոնկրետ տեսա, որ հայ ժողովուրդը իր եկեղեցու կողքը կանգնած է։ Հիմա եթե ինքը իսկապես իրենից պահանջում է, թե ինքը գժի թղթով անպայման ուզում է հասնել, որտեղ եթե ինքը հետ կանգնի, ընտրությունները պարտված է լրիվ։ Մարդիկ կասեն, բա ինչ եղար։ Բայց ես sense գործեր ստեղծում, sense էլ պետությունն է պաշտպանում, sense էլ Արցախն է իր պաշտպանում, sense էլ Հայաստանի սահմանները, ինչ ասում ես հակառակն է լինում։ Դրա համար էլ չի կանգնում, գոնե ձգձգի մինչև ընտրություններ եւ ցույց տա, որ ինքը կատաղի պայքարի մեջ է եկեղեցու հետ։ Այսպեսի հայտարարություն արեց, հա, ես ուզում եմ հասկանալ, սա կապիկություն է, ցնդաբանություն է, թե իսկապես այս հոգեբուժարանի ապրանք է, որ կանգնում հայտարարում է, թե բանը Քրիստոսը մենակ է, մենք ներողություն ենք խնդրում Քրիստոսից, Նիկոլը, որ մենք քեզ մենակ ենք թողել, ինչ է սա։ Հոգեբուժարանի բանն է, թե շատ է լավ։ Հոգեբուժարան։ Հա, իրականում սա է։ Թե շատ պարզ դեմագոգիա է, ուղղակի իր դեմագոգիայով ինքը կարողացել է, մարդը կարողանում է 8 տարի մնալ իշխանության, դա ուղղակի այսպես ինչ որ բան է գտնում, գժի տեղա դնում 3000 տարվա ժողովուրդ, որը եթե խելքը գլուխը չավակի, տարեվերջին չի ունենա պետություն, տարեվերջին ընկնելու են երեխեքները գրկած փողոցներն են ընկնելու թուրքական յաթաղանից փրկվելու համար։ Եվ համոզվելու են, որ Եվրոպան միած ձեն չի անում։ Ամերիկան միած ձեն չի անում, ոնց որ այսօր Գրենլանդիան Ամերիկան վերցնում է, եվրոպացիք չեն կարողանում այդ դատապարտող բանաձև ընդունել։ Այս բանը պիտի հասկանաք։ Հետո չասեք, մենք մեղք չունենք, թուրքերը գալիս են, մեզ ցեղասպանում են։ Մեղք ունեք։ Ձեզ կարգին պահեք, սիրելի հայրենակից, ձեր մի զգալի մասը ձեզ իրեն կարգին է պահում, բայց խորապես հասկացեք։ Դուք դուրս եք գալիս արժեքների դեմ, որից հետո Հայաստան չկա, հայություն չկա, իդենտիֆիկացիա չկա։ Մենք էլ ենք 100 անգամ քննադատել ենք այդ եկեղեցուն, 100 անգամ։ Շատ թերություններ եղել են միշտ, բայց միշտ ասել ենք, սա առաջի քրիստոնեական եկեղեցին է, որը հայերը այդ հավատը ընդունել են առաքյալներից։ Սա դա բացառիկություն է։ Բոլորը մեզ նախանձում են աշխարհով մեկ։ Նույնիսկ կաթոլիկ եկեղեցին է, ուղղափառ եկեղեցին է մեզ նախանձում։ Հիմա դուք դուրս եք եկել ամենասուրբ բանի վրա, որը ունեինք, այդ էլ եք ուզում վերացնեք։ Եվ այստեղ ես վստահ եմ, որ ժողովուրդն էլ թույլ չի տա, որովհետև այս նույնն է, եկեղեցի, լեզու, մտածողություն, այսրանք չկան, արդեն հայը չկա։ Բայց ես կուզենայի մի ուրիշ բան էլ ավելացնել։ Մենք անդադ չենք կարող սպասել, որ Նիկոլ Փաշյանը հարձակվում է մի բան անում, մենք էլ պաշտպանվում ենք անդադ։ Հայ մի հատ հանրակրվե անենք։ Հանրակրվե անենք, որ խախտվում է մեր սահմանադրական խճի իրավունքը։ Սովորական մարդկանց թույլ չեն տալիս, որպեսզի նրանք գնան եկեղեցի, լսեն պատարակ եւ ծառայություն մատուցեն Քրիստոսին։ Մասնավորապես այս մի քանի օր առաջ Ոմն Մկրտիչ Սափեյան Թալինում թույլ չի տվել, որ մարդիկ եկեղեցի մտնեն։ Հա? Տավրոս Սափեյան։ Կներեք, գուցե դա է, հա։ Այսօր պաշտոնել ունի։ Դա պարզապես մենք պիտի հանրակրվե անցկացնենք։ Եվ ես կոչ կանեի ընդդիմությունը համախմբվել, շտաբ ստեղծել եւ հանրակրվե անցկացնել։ Ես հավատացնում եմ ընդդիմություն, ձեզանից ոմանք մտածում են, որ կարող է պատահի շատ մարդ չմասնակցի, վախենան յետես բան չկա։ Բոլորը հենց եկեղեցու հարցով դիմում ես, դուրս են գալիս փողոց, բոլորը ամիջապես արձագանքում են։ Եվ հարաբերությունը 81-ի վրա է։ 81-ի։ Եվ այդ մեկը, որը 80 անգամ փոքր է 80-ից, փորձում է հաղթել։ Պարզապես պետք է շշել, մեխել տեղում այդ բան հակաեկեղեցական աղանդավորական շարժումը, որտեղ այն ինչ որ անում է Նիկոլ Փաշյանը, դա աղանդավորական շարժում է։ Դա այլևս հայ առաքելական եկեղեցի չէ, որովհետև վեհապարից դուրս հայ առաքելական եկեղեցի գոյություն չունի։
Պարոն Բագրատյան, շատ անգամ ասում են մեկ սովետական միության առաջին տարիներին են եկեղեցու նկատմամբ էսպես վարել, հետո հիմա զուգահեռներ են անցկացնում, դուք ասացիք, դա մեծ գիտություն է։ Խնդրեմ, մի փոքր պատմական ակնարկ, պիտի խնդրեմ անել։ Ընդհանրապես, երբ որ մեր եկեղեցու վրա մենք հարձակվում ենք, մենք մոռանում ենք մի բան, մինչև խորհրդային միությունը։ Եթե նայեք մեր եկեղեցիները, դրանք բոլորը 11, 12, 13, 14-րդ դարում կառուցված են, ճիշտ է թե չէ։ Այս ժամանակ հայկական պետություն չի եղել։ Որոշ տվյալներով, որոշ մասնակիցներ փաստել են պատմաբաններ, որ եկեղեցական կառույցներ ամենաշատ եղել են այուբիդների ժամանակ։ Այուբիդները մի 100, չգիտեմ, լավ չեմ հիշում, մի 150 տարի կառավարել են Հայաստանը, քրդական ցեղեր են եղել, հա։ Այդ երբ որ սկզբից եկան սելջուկները, Կարակորինլու, Ակկայինլու, հետո իշխանություն անցավ նրանց, հետո նրանք անցան գնացին Հայաստանով, ստեղծեցին Ռումի սուլտանությունը, Արևմտյան Հայաստանում, Հայաստանի տարածքում եղել են այուբիդները, Շիրվանշահերը եւ այլն։ Նրանք առատաձեռն են ֆինանսավորել են եկեղեցիների շինարարությունը։ Էս մեկ։ Այնպես որ հայ առաքելական եկեղեցին մեծ հարգանք է վայելել նույնիսկ, այսպես ասեմ, ոչ բարեկամ պետությունների կողմից, որոնք ժամանակին վերացրել են հայկական պետությունը, բայց դրանից հետո լծվել են եկեղեցաշինության։ Ինչ որ բան խորհրդային միության տարիներին մենք չունենք այդպես դեպքեր, որ հայ եկեղեցու առաքելական եկեղեցու վրա չեն հարձակվել, այո, եղել է բանը, վերացրել են կաթողիկոսներից մեկին, մի տարօրինակ պատմությունների մեջ, բայց ինչքան էին վերականգնում։ Ինչքան եկեղեցի, իմ հայրս հայտնի վարպետ է, հակահապատապես եկեղեցիների գմբեթներ հավաքելու եւ երեխա ժամանակվանից քանի անգամ մեզ տարել է այնտեղ որտեղ ինքը եկեղեցիներ էր վերականգնում։ Հասկանում եք։ Այդ նույն խորհրդային միության տարիներին մեծ հաշվով ծաղկել է Էշմիածինը, շինարարությամբ եւ այլն, վերականգնվել են Գայանը, Ռիփսիմե վանքերը եւ այլն։ Այս մոռացել ենք այս բոլորը։ Եվ պետք է կատարյալ սրիկա լինել, այո, եղել է այն հատկապես 30-ականներին, բայց դրանից ավելի շատ 10 անգամ ավել դժել է ռուս ուղղափառ եկեղեցին։ Հայկական եկեղեցիները առանձնապես չեն քանդվել։ Մենք գիտենք Երևանում արկա եկեղեցիներից ընդամենը մեկի, ես գիտեմ, քանդման մասին, իսկ ուղղափառ ռուսական եկեղեցիները հիմնովին ավերվել են։ Եղել է։ Բայց դա այլ պատմություն է։ Մենք դժել ենք թե չէ, որ բյուջեից են կառուցվում մեր եկեղեցիները։ Այդ թվում ընդհանուր մինչև նոր եկեղեցիներ կառուցելը։ Եվ վերջապես բոլոր եկեղեցիները, չգիտեմ, Գեղարդ, Ռիփսիմե, այդպես հերթով գնացեք, բոլոր եկեղեցիները եղել են կոկիկ, մաքուր, գեղեցիկ վիճակում։ Այո, մի պահ մեր վրա են հարձակվել, մի պահ, բայց դրանից հետո եկեղեցաշինարարության ծավալները տասնապատիկ, գուցե նաև 100-պատիկ ավել են եղել, քան թե տված վնասը։ Խնդիրը սրա մեջ է։ Կատակ անում փոքրիկ երկրում 30,000 քառակուսի կիլոմետր մինչև անկախանալի 91 թիվը կար 1000 հատ եկեղեցի, մոտավորապես։ Կատակ անում։ Այդ ոնց է չէին նկատում կոմունիստները այդ 1000 եկեղեցին։ Այսինքն անբարոյականություն է համեմատել, չէ՞, ասել տեսեք, էս սա է եղել, չգիտեմ։ Ես չեմ ասում կոմունիստները եկեղեցականները կամ հայ առաքելական եկեղեցին կոմունիստների ամենասիրած օբյեկտն էր, բայց այնպես չի որ այտենց թշնամացած էին, այդպեսի բան չկար։ Լավ։ Շատ լավ, դուք ակնարկեցիք, որ 2026 թվականը շատ ծանր տարի կարող է լինել, հա, ժողովրդի համար, եւ ասում եք ժողովուրդ խելքի եկեք հասկացեք, կարող ընդհանրապես պետությունը կորցնենք, բայց ես մի քանի անգամ խոսել եմ սրա մասին, պարոն Բագրատյան, իմ նկատառումն է, որ ցավոք սրտի մեր ընդդիմադիր էլիտան էլ անգամ այդ գիտակցությունը չունի։ Ինչու է դա մեզ սպառնում, ինչ աղետի է տանում Նիկոլը եւ ինչ ունեք ասելու այս առումով ժողովրդին, ինչու կարող է ընդհանրապես մենք 2026 թվականին հասկացեք, Անժելա, Նիկոլը խնդիր չունի, պետականությունը կա թե չէ։ Գուցե եւ մտածում է Նիկոլ Փաշյանի կամ Արամ Զավենի Սարգսյանների կամ Խուրշուդ Հովսեփյանների նմանների համար գուցե ավելի լավ է, որ այս պետությունը չլինի։ Չնայած իրանք նենց են անում, որ պայքարում են պետության համար։ Ես ձեզ գիրք եմ տվել եւ այլն։ Այսպես է, այս պետությունը ընտրության առաջ է կամ թուրանական աշխարհին է միանում, եթե Թուրանը համաձայնվի, իդեպ Թուրքիան չէ համաձայնվում։ Ասում եմ ինձ հետ գործ չունես, չես Ադրբեջան ինձ հետ կաշխատես։
Կամ աշխատում է ռուսական աշխարհի հետ։ Այստեղ Եվրոպա չկա։ Մենք տեսնում ենք Եվրոպան ոնց է Գրենլանդիան պաշտպանում։ Ես ասել եմ, որ կա 8 մեգարեգիոն, գուցե եւ 9-րդը լինի։ Ես նախորդ արդեն կես տարի առաջ ասում, եթե Հարավային Ամերիկայում մեկը տիրություն չանի, անպայման Վենեսուելան կխլեն։ Մենք կգանք դեռ այդ թեմանին, դուք մեր խնդիրները։ Հասկացեք, հիմա եթե մենք չլնենք աշխարհում, իսկ շատերը արևմուտքում սկսում են կարծել արա դե այդ հայերը չլնեն կպրծնենք էլի։ Մեկը ով չի անի։ Մեր չլնելու վրա ով կարա անի, Իրանը ու մի քիչ Ռուսաստանը։ Լավն են, վատն են, հիմա վիճեք 100 անգամ ռուսները 2020-ին մեզ գցին, չգցին, սուտ եք ասում որ գցին։ Բայց այնուամենայնիվ, սա է խնդիրը։ Դուք չեք հասկանում, որ մենք որևէ միջազգային պաշտպանություն չունենք, որևէ օրենք չկա։ Չկա միջազգային մի հայրենական են։ Ասենք Եվրախորհուրդը կամ Եվրամիությունը հայտարարություն անի, երբ որ այստեղ կմտնեն լրիվ բանա, ասկերների գնդերը կմտնեն ու ուզածները կանեն։ Հայտարարությունը կանի կպրծնի էլի։ Վենեսուելայի կամ օրինակ արդեն ցույց է տվել Գրենլանդիայի օրինակը ցույց կտա, որ ուժն է բոլոր հարցերը լուծում։ Իսկ այս ֆոնի վրա Հայաստանը բանակ է կրճատում։ Որտեղ բյուջե չունեն, չեն կարողանում այդ բանակը ֆինանսավորեն։ Այս մարդիկ բյուջե չունեն։ Բյուջեն չի աճում։ Բյուջեն չի աճում, ոչ մի կոպեկ։ Վա ինքը մեծ խոսում էր կառավարության նիստի ժամանակ ասում է հնան աճել է 1.2.4%։ 2.4 անգամ Անժելա ջան։ Դարել է $9,500, այսինքն 4,000 էր, դարել է 9,5։ Հա։ Բայց դու ինձ հարց տու, ասա դի ճիշտ է թե չէ։ Դա եմ ասում։ Կարա այդ մարդը նստի կառավարության նիստին մի հատ ճիշտ բան ասի։ Նախ դոլարով արտահայտած հնայի այդ աճի 20%-ը կուրսի փոփոխությունն է։ 480-ից 400։ Մենք հիմա վաղը կուրսը կարանք դարձնենք շատ ռեզերվից փող ծախսենք, կուրսը դարձնենք 300, հնան մի անգամից դոլարով 25% կաճի։ Երկրորդ 17 թվականի $1 այսօրվա $2-ն է։ Դոլարն ինքը արժեզրկվում է, ամերիկացիք արժեզրկում են, դրա հաշվին ֆինանսավորում են իրենց բյուջեի դեֆիցիտը։ Այսինքն 2-4 անգամից 2 անգամը դոլարի արժեզրկումն է։ 20%-ն էլ դրամի կուրսի փոփոխությունն է։ Ստացվում է այս մարդը չի կարողացել գոնե $1 իրականում կամ $2 բարձրացնել 1.5 նոխնան։ Կա կառավարության մեջ մի հատ տնտեսագետ, ըլնի ֆինանսների նախարար, ըլնի էկոնոմիկայի նախարար, որ հելնի ասի վարչապետին, պարոն վարչապետ, սխալ եք ասում։ Ձեզ ճիշտ ինֆորմացիա չեն տալիս։ Հիմա դու ինձ հարցրու, ասա որ այտենց աճել է 1.5 դրանա 2 անգամ։ Արի մի հատ տենանք ըստ խմբերի, մի հատ աշխատավարձ բարձրացել է թե չէ։ Հարցրու։ Հիմա դու գրի չվեկել գրի։ Մենք ունենք 4 տեսակի շահառու։ Թոշակառուներ 500,000 մարդ։ Մենք ունենք 218,000, 220,000 մարդ, որ աշխատում է բյուջետային ոլորտում, պետությունից աշխատավարձ ստանում։ Մենք ունենք 580,000 մարդ, որ մասնավոր բիզնեսում փող ստանում, եւ մենք ունենք 350,000 գյուղացի, որոնց նկատմամբ ոչ մի հաշվառում չկա։ Հիմա դրանք ինչա կատարվել 4 խմբերի հետ։ Հիմա թոշակառուն 2025 թվին թոշակը դարել է 50,000 դրամ, 49,800 հələ պակաս է 50-ից։ Եթե դրան գումարում ենք նաեւ այդ հետ վճարը 12%, որը բոլոր բաները չեն կարողանում թոշակառունը օգտվել եւ հետ վճարը չի գործում թոշակառունի ծախսերի մեծ մասին, որը վերաբերում է կոմունալ վճարումներին։ Ապա այդ հետ վճարը հաշվելով ամենայն պատասխան հայտարարում եմ միջին թոշակը ստացվում է 53,000։ 17 թվին եղել է 40,700 դրամ, 41,000։ 53-ը 41-ից մեծը 25%-ով, մի քիչ պակաս։ Այդ 8 տարում գնաճ եղել է 29.6%։ Թոշակառուները ապրում են 4% ավելի վատ։ Սովիան մատնել էլի այս մարդը։ Լսի մինչև վերջ։ Հիմա գնանք գյուղացիներին։ 350,000 մարդ այնտեղ աշխատում, գյուղատնտեսության անկում 8 տարում կազմում է 11%։ 11% էլ նրանց եկամուտներն են պակասել։ Իրական։ Մինա եկե ընթացիկ բանը, հանեք գնաճ անդադ։ Հիմա գանք բանին։ Պետական հատվածին։ Ուրեմն պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 220,000 դրամ, միջինը պետական ու մասնավորների հետ 280,000, մասնավոր հատվածում 310,000 դրամ։ Միջինը 288,000-ը
2017 թվի 166,000-ից մեծ է 70%-ով։ Սրա 30%-ը գնաճն է, մնաց տակը 40%։ Այո, այդտեղ փոքր աճ եղել է, բայց նույնպես վիճելի է, այդտեղ աճ կա թե չէ, որովհետև պետական սեկտորի աճը ստացվել է այն ահռելի պարգևատրումների ֆոնի վրա, օրինակ քննչական կոմիտեի նախագահան գրած էր, ստացել է 4 միլիոն դրամ պարգևատրում, $10,000։ Եթե սա մենք հանում ենք, որ ամեն տարի կազմում է առնվազն 70-75 միլիարդ դրամ, ապա լսեք, ես վախենամ, որ պետական սեկտորի աշխատավարձն էլ իջել։ Չնայած ունեցել է պետական սեկտորի աշխատողը 30%-անոց, 29.6% գնաճ։ Բնգեր ջան, բա որ դու ասում ես հնան մեկ շնչին 2 անգամ ավելի այս որտե պիտի երևար։ Եվ ես կոչ պիտի անեի տնտեսագետներին, որ սրանցով զբաղված չեն, հատկապես ընդդիմության, ես պատրաստ եմ շեփություն անել, հավաքել, ինքս գալ, բացատրել, բարձրաձայնեք սրանք, միայն այդ գորգռոցներով, այ դու, չգիտեմ, այ դու դավաճան, այ դու ես չի լինում, ես անդադ պետք է բացատրել։ Անժելա, ես ինքը ինչու է։ Չեմ խորշի այսպիսի բան ասելու։ Եթե դուք կարծում եք, որ մեր ժողովուրդը շատ խելացի է, այդպես չի։ Անդադ պետք է բացատրել։ Եվ թող հիմա մարդիկ ինձանից նեղանան։ Պարոն Բագրատյան, եկեք։ Այսինքն մի հատ բարձրակուն կրթություն չունեցող մարդ եկավ խառնեց այս երկիրը։ Խառնեց իր իդենտիֆիկացիան, իր կոդերը, ամեն ինչ։ Եվ արդյունքում երկիրը միայն թուլանում է։ Այսօր Ալիևն հայտարարում է, ինչի համար ասում է, եթե թրիպը չլներ, ես ուժով էի բացելու։ Էս ինչի ասում այսօր։ Հո հիմար չի, սա տակտով չի, չէ՞ սենց բան ասել։ Ուզում ասի հələ մի հատ կարիդոր չի, որ բացելու եմ ձեր տարածքով։ Չեն կարողանում պրծնել։ Դեսպան Էվանսի խոսքերը հիշեք, բուլդոզերով Տրամպը անցել է Հայաստանի վրայով։ Եվ դա այդպես է։ Դա այդպես է, այո։ Պարոն Բագրատյան, ինքը շատ լավ հասկանում է, չէ, որ 500,000 թոշակառ ունենք եւ իրեն ձայն տվողներն են։ Ճիշտ է։ Այո։ Ահա։ Հիմա որ ինքը այս վերաբերմունքը թոշակառուների նկատմամբ եւ դրան զուգահեռ ինքը ոստիկանական իրավական համակարգ, չգիտեմ, падգամավորներ, բյուջեի մյուս աշխատողների նկատմամբ պարգևավճարներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը կոնկրետ որոշել է, որ իր հենման կետերը սա է, հա, դրա համար իրենց նայում է, եւ մնացածը այսպես, հա, ձերք է։ Արա ինչի կարա հասնի մի երկիր։ Մի երկիր ինչի կարա հասնի, որտեղ ասենք պրոֆեսորը բարձրակուն կրթական համակարգում աշխատում է, լավագույն դեպքում ստանում է միջինը 400,000 դրամ էլ չի ստանում։ Իսկ ոստիկանային, որ սովորական ոստիկանություն անում, նրանից ավելի է ստանում։ Այսինքն ինքը այդքան ինքնավստահ է իր վրա, որ հրապարակային ասում է, որ թոշակառուն մոտավորապես մտավոր հետամնաց է, 10,000 դրամ տամ, չգիտի ոնց պիտի ծախսի։ Հետո ասում է, եթե 20,000 դրամով թոշակները բարձրացնեմ, թոշակառուն միևնույն է, չի տաքանա, որտեղ ինքը 30 քանի հազարի կվառի, չգիտեմ ինչ։ Սենց էլի տահասի տեղ դրած։ Այսինքն այդքան ինքնավստահ է ինքը իրավական համակարգի վրա, որ կպահեն այդ ոստիկանները։ Այո, ինքը գիտի, որ ուժեղ իրավական համակարգ է։ Վերջերս մի այդպիսի պարետ են ասում, դրա հետ էի խոսում, ասում է, ոչ կրթություն ունեմ, ոչ մի բան, կյանքում էլ ինչ որ մի իշխանությունն ինձ սա տալու բանը։ Հիմա 400 քանի հազար ստանում եմ, պարգևավճարը ստանում եմ, մի հատ հարցազրույցով այդ պաշտոնին անցել եմ։ Մի հատ էլ կողքից մարդիկ ինձ հարգում են։ Այսինքն ինքը զբրոդին կեղտին, տականքին, տգետին բերել է առաջ, չէ՞։ Տվել է այդ գումարը։ Անժելա, մի րոպե, մենք իրար հետ ենք խոսում։ Դու ասում ես բրոդ, կեղտ, տականք։ Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ այն մարդը, որ ոչ իր կրթական ցեզով, այդ մարդկանց միջոցով մենք դեռ իշխանություն ենք փոխելու։ Այդ նույն մարդկանց միջոցով։ Նրանց մեջ էլ կան մարդիկ։ Հիմա անենց է ստացվել, որ հայտնվել են այդտեղ աշխատում են, դու ուզում ես ասել պարեկ, չէ՞, սովորական պարեկներ, 400 քանի հազար։ Դոնչի միայն դա ես ասում, բա զինվորը սպան սամանի կանգնած, եթե հիմա սամանին արդեն սպա կա կանգնած, այն ինչքան է ստանում, պարեկը ինչքան է ստանում։ Այո։ Եվ այդ գյուղերից հավաքեց, բերեց գյուղերը դատարկեց, դրլեցեց ստեղ։ Այո։ Տիգրան Ավինյանը չի կառուցում մի հատ էստակադա, մի հատ թունել մունել, բոլոր փողոցներում արդեն լվված կանգնեցում են, որ կարողանան որևէ ձևով կանոնակարգել շարժումը, երթևեկությունը։ Ոչինչ չի արվում։ Կառուցվում է միայն բնակելի շենք, որը կարելի է ծախել, վաճառել բնակարանը։ Կամուրջը չես կարող ծախել։ Սա է տեղի ունենում։
Շատ լավ, անցնենք այլ թեմաների։ Նոր թոշակառների հետ կապված ինչ պետք էր ասեցիք, ինչ որ բան չունեք ավելացնելու։ Այս իրա վերաբերմունքը որ չեք կարող 20,000-ը բան։ Չգիտեմ, լեկտիացել է թե թոշակառուն պիտի հասկանա, չէ լեկտիացել է։ Ինքը ասում է, դրանով ուզում է ցույց տա, իմ կարծիքով, որ թոշակառուն ես ձերնիսկի կախվածել չեմ։ Իմ լինել չնելը ձեզնից կախված չի, դրա համար տենց ախանախապում է իրանց, ասում է փողը տանք չեք կարա ծախսեք։ Ինչ է տեղի ունենում։ Մեկը ես թոշակառու եմ, հասկանում եք։ Ըստ որ իմ թոշակներ չեն տալիս։ Այս ուրիշ թոշակ են տալիս, դատարանով կրվել են, մրվել են, չեն էլ տալիս այդ թոշակը, մեկ այդ թոշակը կոպեկ առ կոպեկ կտան, կոպեկ առ կոպեկ, բայց դա չի խնդիրը։ Այսինքն ես փողը ծախսել չգիտեմ, հա։ Իսկ ասենք Փաշյան Նիկոլը Ենոքավան գյուղում սովորել է ոնց պետքա ծախսի փողը։ Ինչ է կատարվում հեծի հետ, գիտեք որ ամանորիշեմին, այս օրերին անջատումներ բան, ինչ ձախողման է փլուզման արժև է, բայց շարունակում է մեղադրել, չգիտեմ, նախկին ղեկավարությանը, ինչ է արել ընդհանրապես Սամվել Կարապետյանը հեծի համար, ինչ է ստացել, ինչպիսի հեծ է եղել, ինչ է ստացել։ Իմ ինֆորմացիով Սամվել Կարապետյանը հեծը ստացավ բանից, ՌԱՕ-ից, Բիբիններ կարծեմ ղեկավարը, հեծի վրա կար $250 միլիոն պարտք, այդ ես գիտեմ, այդ 12, 13, 14 թվի պատմություններ, Սամվել Կարապետյանը դա փակել է, հեծ աշխատում է եւ հեծը որպես մասնավոր հիմնարկ է աշխատում։ Նրանք կտրուկ աշխատել են կորուստները իջեցնելու վրա։ Երբ որ նրանք հեծը վերցեցին, կորուստները 37-38% էին։ Հիմա ես չեմ ուզում բանանել, թե դա լավագույն ձևներ հեծի կամ ընդհանրապես եթե իդեալականը վերցնենք լավ կլիներ որ մի քանի հեծ ունենայինք բանջան իրար գոնե թվերը համատալու են բայց այն ամենայնիվ Սամվել Կարապետյանը փրկեց Հայաստանը էներգետիկ կոլապսից հիմա եկան է սրանք եկել են սրանք տեսեք ինչ ասում տեսեք Ռոմանոս Պետրոսյանի մի արտահայտություն այսինքն մարդն ասում է մի պահ գոված թե այսքան խնայել ենք ծախսերը Նա ով որ էներգետիկա չի կարում հասկանալ ոնց կարաս խնայես այնտեղ ամեն ինչ նորմավորված է Անժելա ամեն ինչ նորմավորված է այսինքն ինչքան կաբելա գնում ամեն տարի կաբելների քանի տոկոսը պիտի փոխես ինչքան նորմատիվային կորուստ կարող ես ունենալ կոմպրեսորները կամ պաստանցիաները ենթակայանները ինչքան պիտի փոխես քանի տարի մեկ պիտի սարքավորումները փոխես եւ այլն եւ որ մարդն ասում է եկանք 20% էկոնոմիա արինք չհասկացանք կարաս ես բոլորը չանես եւ հեծը գցես մոլեշի պատմության մեջ Այն որ մոլենեշին հակուտ չէր տալի, ասում էր ապրում, մեր որ տեսավ սատկում է։ Եվ անկար սրանք նկատեցին, որ այդ իրանց այսպես կոչված էկոնոմիաների հաշվին, իրանք այսօր պարբերաբար Էրեբունի թաղամասը 4 թե 5 օր ընդհանրապես լույս չի ունեցել։ Քանի օր վայքը լույս չի ունեցել, հասկանում եք։ Այսինքն, երբ որ հեծին նշանակում են մեկին, կոնկրետ, ասենք Ռոմանոս Պետրոսյանն, որ ես այդ ինտերվյուն լսեցի, ես ապշել էի։ Տղաճան, դու էկոնոմիաներ մի արա Դու դիր տեխնիկական պահանջներ ինչպիսին են, այդպես էլ կատարի։ Ինչ է նշանակում էկոնոմիա մարը։ Ասենք եկել ես տեսել ես միտեղ մի հատվածում մալուխը, այսպես կոչված կաբելը, հələ որ աշխատում է։ Դու ասում ես դա թող մնա, գրված է նորմատիվային պահանջում 3 տարի մեկ, օրինակի համար եմ ասում, պետք է փոխվի։ Ուրեմն պետք է փոխվի։ Հասկանում եք։ Այսինքն չկա այսօր մեկ որ տիրություն ան, բացի դա, հենց հայտնվել այնպիսի վիճակում, որ բոլորն հասկանում են, որ նոր գնորդ չի երևում հետ տալը դժվար է եւ իրանց նշանակած մարդիկ իմ խորին համոզմամբ պարզապես թքած անտնտեսվար վերաբերմունք ունեն հեծի նկատմամբ ինչ որ կարող ենք բանը հոգուտ մեզ անենք չէ այստեղ հնարավոր չի այնտեղ հնարավոր չի որևէ ստրատեգիական ներդրում դեր չկա այդտեղ կասեք պետությունն է դեր բայց պետությունը ո՞նց է դեր Պետությունը հա այդ Ռոմանոս Պետրոսյանի նման մարդիկ նշանակում նա չի մտածելու հեծի մասին մի 10 տարի հետո նա հոսեբականատերը չի Բոլոր դեպքերում ոնց էլ նա աշխատի, ավելի պակաս արդյունավետ է լինելու, քան թե աշխատում էր, ասենք, մինչև այդ հեծը Սամվել Կարապետյանի բանի պատրոնության օրոք։ Բախվել են այս խնդրի հետ, հիմա չգիտեն ինչ անեն, եւ սա կրկնվելու է անդադ։ Սա ընդլայնվելու է, ծավալվելու է։ Ազատ արձակեց, ինչու։ Պարզ է, չէ, որ ես բացառում եմ, որ Ես իրավականն եմ ասում, ես քաղաքական կուլիսներում խոսակցությունները չգիտեմ, իրավականը կարող եմ ասել,
4-րդ անգամ պիտի դատարանը սահմաներ, որ Սամվել Կարապետյանի արած այնպիսի հանցագործություն է, որ նա պետք է մնա կալանքի տակ, դա չի լինում արդեն։ 3-4 անգամից հետո բոլորին էլ ազատում են։ Ինչ ես կալանավորել, ինչ է հանցանք արել։ Դաժե այդ իրանց նշանակած դատավորները, որոնք մոտ 75-80% իրանց արդեն նշանակածներն են, իրանք հասկանում են, որ վաղը միսօր որտեղ պիտի գնան ապրեն, այս երկրում պիտի ապրեն, չէ։ Իրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի օր վերջանալու է։ Շատ լավ, բայց մյուս կողմից տեսնում ենք իրավական համակարգում անարխիա է, դուրը չի գալիս, առավոտը ասում է Սրբազանին ձերբակալի, մյուս օրն ասում է այս գործարանին ձերբակալի, այս քաղաքական գործին, այս հանրային գործին ձերբակալի, ճիշտ է։ Հասկանում եմ, ամբողջը կմաճի։ Հետո էլ թողնում է, չէ։ Հետո էլ թողնում է ստիպված։ Դե փաստ է, որ հիմա առայժմ ում ուզում է ձերբակալում է 2 տարի խանգարում է Վազգեն Սաղաթելյանի ձերբակալը վաղ կթողի, Նարեկին ձերբակալը կթողի, Սրբազաններին ձերբակալը պիտի թողի։ Դե հիմա պիտի թողնի, տենց կարող է գալ, մեկ էլ էս ընտրություն են բոլորին փակի, ընտրությունները հաջողի։ Ինչ եմ ուզում հարցնել։ Հիմա տեսեք, եւ դիկտատուրա դուք ինչ եք ուզում։ Այո, դիկտատուրա է։ Կարար սպաներ, չէ։ Դուք պետք է այսօր Նիկոլ Փաշինյանին գովեք։ Բայց դուք տեսել եք ուխտ կենթանիների դիկտատուրա, այդ ինչի է վերածում, որտեվ այդ մարդիկ ասում էին ուխտերի բաներ, չէ։ Այո, ուխտերի դիկտատուրա տեսել եք, ինչի է վերածում։ Հայաստանում հնարավոր է Փաշինյանի իշխանության օրը կարող է լինի ուխտերի դիկտատուրա։ Այդ երկիրը ինչ է դառնում այդ դեպքում վերջում։ Ինչ ես ասում։ Այն որ իրանց ձայն էին տալի 680,000 հոգի, դրանց ասա, ես առանց նեղանալու եմ ասում։ Գոնե շտկեք ձեր սխալը։ Հավաքել էր ամբողջ պետությունը աշխատել էր 2000 մարդ էր հավաքել այն օրը գնացել են Աննա Սուրբ Աննայի բակում ինչ էին անում չգիտեմ նորից ասեցի մոտեցա զարմացել է ինչ իրանք էլ չէին հասկանում ինչ են եկել եթե այս մարդը դիկտատուրա է այս մարդը հավաքել է 20-ին 30-ին իր թիմակիցներին վստահաբար ասել է որ Եվրոպան իմ թիկունքին է ես ինչ որ խաղեր եմ տալիս չգիտեմ ինչ եմ անում Ռուսաստանի բան բայց իմացեք ինչ անեմ ողջունվում է տեսնում ենք որ ինքը ինչ անում է արևմուտքի կողմից հիմնականում ողջունվում է այդպես է թե այդպես չի ոչ այդպես չի ոչ Արևմուտքի կողմից ողջունվում են իր այն քայլերը, որոնք Ռուսաստանի դեմ են։ Հա։ Եկեք ճշտենք, ինքը դա սխալմամբ կամ դիտավորյալ իր համակիրների մատուցումը իբրև ցանկացած գործողության բան, օժանդակություն, պատժ կա։ Նույն եկեղեցու դեմ արշավը արևմուտքը չի ողջունել, քանի անգամ ասել է, նույն արևմուտքը չի ասել, արևմուտքից չիմացանք, որ մենք ունենք 154 խաղ բանտարկյալ, երբ որ մինչև իր իշխանության գալը 0 էր։ Արևմուտքն է ասել, պետք չի այտենց արևմուտքին էլ պետք չի լրիվ գցել։ Իհարկե արևմուտքը իր հատկապես Եվրոպան, Ամերիկան չէ, հակառուսականության մեջ պարզապես այստեղներ սա հասցրել։ Դուք Ռուսաստանի հետ հարցեր ունեք, Եվրոպացի գնացեք լուծեք, Հայաստանից ինչ եք ուզում։ Հա։ Բայց այնուամենայնիվ այտենց էլ չի, որ մենք այտենց իրան բան տանք։ Իրան մարդկանց կարող է հավաքի, չգիտեմ, ճիշտ է դա թե չէ այդ լուրը, կարող է հավաքի 1000 մի բան ասի, դա ոչ մի նշանակություն չունի, գրոշի նշանակություն չունի։ Ինչ է ուզում հարցնել, տեսեք, երբ որ ինքը որոշում կայացրեց պիտի կալանավորի Սամվել Կարապետյանի որոշում կայացրեց Միքայել Սրբազանին պիտի կալանավորի կամ մյուսի, նաև այսպիսի տեսակետ կար, որ պետք էր ընդվզել եւ ժողովուրդը դուրս գա դրա դեմ, որտեւ այս մարդը դիկտատոր է, անարխիստ է, չգիտեմ։ Հիմա Սամվել Կարապետյանին ազատ է արձակել, ասենք թե վաղը չէ մյուս օր որոշի։ Ինչ պիտի լինի այդպես։ Այսինքն ինքը վաղը չէ մյուս օր նորից որոշում է, նորից պիտի կալանավորեմ Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյան թե հանգիստ այդպես։ Այ մարդ որոշումը թող կալանավորի։ Ցանկացած մարդու կարող են կալանավորել։ Ինչ պիտի անի Սամվել Կարապետյանը այսօր։ Սամվել Կարապետյանը իր անելիքը իմ կարծիքով գիտի։ Կան ուժեր, որոնք եթե ինքը ճիշտ հավաքում է կոմբինացիա անում, ճիշտ։ Եթե հնարավոր է ձեր կարծիքը հայտնեք, հա, ինչ է այսօր ինչ պիտի անի Սամվել Կարապետյանը։ Մենք տեսանք զուգահեռ շարժում Կարապետյանը պիտի անի ինչ որ հիմա անում է, ստեղծի շարժում, բայց այս շարժման մեջ չվախենա ինչ որ, չգիտեմ, ցանկացածի հետ։ Օրինակ ամեն ինչ ճիշտ են անում, բայց երբ որ հայտարարում են թե նախկին, արա դուք նախկիններ հետ Նիկոլի թեման, դուք ինչ գործ ունեք նախկինների հետ։ Թե մենք նախկինի հետ գործ ունենք, դուք այդ թեմայի հետ ինչ գործ ունեք։ Շատ լավ կլներ, որ մեր ձևով այդ համակարգողներն են, չգիտեմ ինչերը, հասկանան, այո, շատ ճիշտ բան ասեցիք, դա Նիկոլի թեման եք խառնում։ Այդ բացառությամբ պետք է դի, որ այդ կատեգորիկ համաձայն չեմ։ Ախպեր դուք ունեք, ասենք տնտեսական ծրագիր, եկեք մենք հասկանանք ինչ եք ուզում անել, բացատրեք ժողովրդին։ Ասեք։ Նա սա պիտի աշխատի։
Եվ Սամվել Կարապետյանը կարծում եմ իրան կդրսևորի որպես առաջնորդ։ Որովհետև այդ պոտենցիալը Հայաստանում կա, ես չեմ ասում ինձ վերցրեք, տեսեք նկատեք, ես կանամ խելակել եմ, ես ոչ մի բան չեմ ուզում։ Բայց կան մարդիկ շկոլաներ կան, դպրոցներ կան։ Կզարմանաք Հայաստանում կա օրինակ տնտեսագիտական դպրոց։ Գուցե մի 10 հոգի են այդ մարդիկ, բայց դա դպրոց է։ Ու դուք չեք կարա դա առաջիկա 30 տարում ստեղծել։ Հասկանում եք։ Այսինքն Սամվել Կարապետյանը ուզի թե չուզի, այլևս իր վրա մեծ վերցրել այսպես ինչ որ առաքելություն ունի Սամվել Կարապետյանը։ Հիմքերից մեկն է, սյուներից մեկն է։ Հակա այս նիկոլական շարժման սյուներից մեկն է, ուզի թե չուզի։ Չէ, դու ի վերջո իր օրինակով առաջին հերթին ինքը պիտի հասկանա եւ մնացած բոլորը, որ եթե ինչ որ մի կոմպրոմիս մտածել են այս 7 տարիների ընթացքում Նիկոլի հետ, դրա վերջը ինչ է, չէ՞։ Ես չգիտեմ, միակ ճկուն մարդը մնում է դե բանը դրոշակն առել է Խաչատուր Սուքիասյանը գնացել է թուրքական կողմը, միակը մնացել է Սամվել ինչ էր Ալեքսանյանը, լֆիկ են ասում, ինչ են ասում։ Մենակ ոնց որ ինքն է տենց շատ հաջողում, մեկ էլ Ջերմու գրուպի Արսենյանը, մնացածը տեսնում ենք, որ այս կամ այն կերպ, որտեվ ուզեն թե չուզեն, կապիտալի վերաբաշխում է եւ խլում են բոլորի ձեռքից։ Ուզեք թե չուզեք, վերջում խլելու են։ Այս մարդիկ ստեղծող չեն։ Խլել չի, մի արի ճիշտ ասեք։ Տես օրինակ տնտեսագիտորեն պիտի խորհուրդ հասնեիր, ճիշտ ասեիր։ Ինքը նույն Սամվել Ալեքսանյանին, Ջերմու գրուպին, մենք անդադ լսում ենք Խաչատուր Սուքիասյանին տալիս է ներմուծման կամ ավելացված արժեքի հարկի արտոնություն կամ մաքսատուրքի։ Երբ որ բողոքում ես, Գեորգի Պապայանն ասում է դուք էլ ուզեք ձեզ էլ տանք։ Է որ սաղին տալիս եք միանգամից օրենքը փոխեք։ Դրանով Սամվել Կարապետյան, Արծեք Ալեքսյանը ստանում է 20% առավելություն այդ բիզնեսում։ Նա այդ հարկը չի տալի օրենքով արդեն։ Ճիշտ բաներ ասեք, ասեք ճիշտ դիտողականություն, զանգակից խնդրեմ, ես ձեզ միշտ այս խորհուրդ կտամ։ Բայ եթե մեկը ասենք ծորենա ներմուծում կամ չգիտեմ, հումքա ներմուծում, որ նասկի բանի գուլպա կարի կամ չգիտեմ ներքնաշոր կարի, նա ունի արտոնություն հարկային են միսը չունի։ Կամաց ինքը սնանկացնում է մյուս բիզնեսները դարձնում է անշահութաբեր։ Երկրորդը այդ բիզնեսմենների նկատմամբ գործում է վարկային բարենպաստ ռեժիմ։ Օրինակ, բիզնեսմեն Վահե Հովհաննիսյանը, որը ֆինանսների նախարարն է, որը ձգտում է դառնալ օլիգարխ այս ընթացքում։ Նույն ձևի ասենք բիզնեսմեն Տիգրան Ավինյանը։ Սրանք լավ վարկեր են ստանում, հասկանում եք։ Օրինակ ֆինանսների նախարարի մասով ասվեց, որ անտոկոս է ինչ եւ ոչ մի պատիժ չեղավ։ Հիմա եթե բանկը 10% վարկ է տալի, ֆինանսների նախարարին տալիս է առանց այդ տոկոսի։ Այդ 10% տարբերությունը ես ու դու ենք տալի բյուջեից։ Հասկանում ես։ Այս բաները տնտեսագիտական չոտքի դրեք, էլի ես խնդրեմ, երբ որ զանգես ես քեզ կբացատրեմ սա։ Չոտքի sense դրեք, sense մեխերը ճիշտ խփեք։ Հասկանում եք, եթե որ ասես խլում ես, կասի ումից եմ խլել, հələ սա։ Եթե դու ասես Պողոս Պողոսյանից կամ Պետրոս Պետրոսյանից, կասի Պետրոս Պետրոսյանը հարկ չէր տվել։ Իբր թե քո օլիգարխները շատ են հարկ տալիս։ Բայց որ մի առավոտ այս տունը սրանն է, մյուս օր ասում են պետք է այդ տունը տաս։ Այս սուպերմարկետինգի հիմնագնում ասում են պետք է վաճառես տաս կամ չվաճառես կես փողը տան։ Այս տարածքը բա դա խլել չի։ Բա դա ի՞նչ է կոչվում։ Չէ, խլելու ձևը ճիշտ ասա։ Խլելու ձևը գալիս է օրենքով։ Ամեն ձևով էլ անում, օրենքով էլ անում, տերորով էլ անում։ Օրենքներն անօրեն են օրենքները, օրենքները անօրեն են։ Սահմանադրությունն ասում է քաղաքացիները հավասար են հարկային պարտականությունների մեջ։ Բայց կա քաղաքացի, որը հավասար չի։ Շատ լավ, ես ուզում եմ Սամվել Կարապետյանի թեման փակել, հնարավոր է, որ Սամվել Կարապետյանը որևէ կոմպրոմիսի գնա եւ ուղղակի ինքը Ռուսաստանի քաղաքացի է, չնայած սիրելի հայրենակիցներ չենք մոռանում, Սամվել Կարապետյանը մնում է ամենամեծ բարերարը, մեծ բարերար պատմության մեջ Սամվել Կարապետյանի անունը, եթե տա Աստված Հայաստանի Հանրապետությունը մնա, իսկ հայ ժողովուրդը այսպես թե այնպես մնալու է, չգիտեմ պետություն կունենա թե չէ, բայց իր անունը այդպես ոսկի տառերով գրվել է, այս մարդը այդպիսի մեծ բարերար է, բարերարություն արել է, բայց հնարավոր է Սամվել Կարապետյանը ընտրի այդ ճանապարհը, որ ուղղակի ասի թողնի գնա, այսպես պայմանավորվել, թե այլընտրանք չկա, ինքը ուզած թե չուզած պիտի պայքարի, որ վռնդենք, ազատագրվենք այս Անժելա, ես Սամվել Կարապետյանին անձնապես շատ լավ չեմ ճանաչում։ Մենք 1-2 անգամ հանդիպել ենք նախկիններում։ Եվ ես այդպիսի բաներ պատասխանությամբ ես նրան ճանաչում եմ որպես քիչ թե շատ սկզբունքային մարդ, հասկանում եք։ Բացի դա նա անսահման սիրում է իր հայրենիքը։ Այդ դա արդեն լավ գիտեմ։
Արած գործերը գիտեմ, ասենք ինչ գործեր անում։ Օրինակ մարդը օրերս կրկեսը պիտի հանձնի։ Դուք տեսել եք մի գեղեցիկ շենք է կառուցել։ Ես չգիտեմ, քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում է արել, հասկանում եք։ Ինչի համար է անում։ Ես 100% վստահ եմ, որ հնարավոր չի կրկեսի պրոյեկտը շահութաբեր լինի։ 100%։ Այդ ինչ տրուպա պիտի բերես, ռուսական ամենալավ տրուպեն բերես, սաղ տարին 12-ից պայես, այստեղ այդքան հանդիսատես չկա։ Հասկանում եք։ Եվ ճանաչելով այս անալիզ, վերլուծելով այս գծերը, անալիզ անելով այս ամենը, չկարծում եմ, որ նա պայքարի է դուրս եկել։ Նա երբ որ ասում էր ոչ միայն երկեղեցունա պաշտպանել, նա պայքարի է դուրս եկել, որ սա պետք է վերացնել։ Եվ վերջապես ամենակարևորը ամեն մի ելույթի ժամանակ Ալիևը Սամվել Կարապետյանի անունն է տալիս։ Ինչի է տալիս։ Այնպես որ ես կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, ինչ որ հելնի, պայմանավորվի, թողի գնա, այս բանը թաշկինակը նետվել իշխանության կողմից Սամվել Կարապետյանին, նա այդ թաշկինակը գետնից պետք է բարձրացնի։ Շատ լավ, այլ թեմաների մասին, սա բոլորովին նոր իրողություն է, չգիտեմ ինչ բառերով ընդհանրել, Թրամփի որոշումը, որ մեկ այլ երկրի նախագահի ուղղակի Վենեսուելայի ուղղակի որոշում են առևանգել։ Սա արդյոք չի բերի մոլորակի վրա մեծ անարխիայի, դռները չի բացում։ Ոչ, նրանք ովքեր ասում են կլինի համաշխարհային պատերազմ, սխալվում են, չի լինի։ Չէ, սա նշանակում է, որ շատերը ով ուժը ինչի վրա պատեց, ինքը այդ միջազգային բոլոր իրավունքի բաները կդնի գով եւ կվարվի այնպես, ինչպես ուզում է։ Այդա այո։ Ահա, բա դրա մասին է խոսքը։ Ասենք վաղը Թուրքիան ուժը պատում է, մտնում է Հայաստան գոյություն չունի։ Հայաստան կմտնի, բայց Թուրքիան Գրենլանդիան չի վերցնի։ Տրամփն ասում է Ամերիկան ինձ, ոնց որ ես գրել եմ իմ գրքում։ Այո։ Ռուսաստանն էլ ասում է այդ խորհրդային տարածքը ինձ։ Ամենամեծ զիջումը որ կարամ անեմ Մերձ Բալտիկանա։ Իդեպ Ռուսաստանը կուզի նաև Ադրբեջանին հետ գցել։ Թույլ չտա Թուրանը, նա թույլ չտա Թուրանը կայանա, նախ պետք է Հայաստանը չանցնի եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրի։ Թուրանն էլ ասում ախպեր կուզեք, չէ՞ որ թուրանական երկիրն ես համ Իրանի վրա քարցակվեմ, համ Ռուսաստանի դե հեսա Ուկրաինայի ուժերը հատում են, Ուկրաինայի մեկը պարտություն է գրանցվելու, ինչ որ մի խաղաղություն է ստորագրելու, որը չեն էլ պաշտպանելու, ես սա եմ անում։ Դուք կասկածում եք, որ Վենեսուելից հետո շատ կարճ ժամանակում Չինաստանը Թայվանը կվերցնի։ Եվ դուք վստահ եք, որ պայմանավորություն չկա։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ սա համաշխարհային որևէ նոր բան է։ Սա համաշխարհային նոր ֆորմատ է։ Գեոպոլիտիկայի 8-ին ռեգիոնի մեջ եւ ամենաթույլը Եվրոպան է։ Եվրոպան ի սկզբանե ամենաթույլն է, որտեղ ամենակիչ ռեսուրսներ ունեցողն է, ռեսուրսային բազա չունի։ Դրա համար ուզում Ուկրաինան։ Դրա համար է կապվում Ադրբեջանի հետ։ Առանց հասկանալու հիմար հրաժարվեց ռուսական էներգակիրներից։ Չունի ուրիշ ուրմից էներգակիր վերցնելու։ Հիմա մենք տեսնում ենք, որ Եվրոպան նույնիսկ իր անդամ պետության մի մասը, հսկայական մասը Գրենլանդիան, Միացյալ Նահանգներն ուզում է, Եվրոպան չէ ասում, չէ, այլ դա սխալ է։ Երեք Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտարարում է, որ լեվելուցապանները գտնում են, որն է ճիշտ պատասխանը Տրամփին։ Եվ ես վստահ եմ, որ Գրենլանդիան եթե Տրամփը վերցնում է, ռուսները դեմ չեն։ Ռուսաստանն ասելու է, որ եկեք Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կիսենք մեր մեջ։ Գուցե երրորդ կողմը մասնակցի Հյուսիսային Սառուցյալ Ռուսաստանի ուժերը չեն հերիքի ներդրումներ անելու էկոնոմիկան փոքր։ Չինաստանը մասնակցի, Չինաստանը ակտիվորեն կառուցում է սառցահատների, նավատորմ, սառցահատների։ Չինաստանը գտնվում է տաք, համեմատաբար տաք կլիմայական զոնաներում։ Հասկանում եք։ Ոտ։ Այստեղ հասկանալի չի Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի դերը, ոչ մի դեր էլ կարող է իրաց չտան։ Վերջապես Իսրայելին պատերժ կանելը նպատակ ունի թույլ չտալու, որպեսզի մի հատ էլ մեգա ռեգիոն ձևավորի արաբական աշխարհը։ Հիմա այդ մեգա ռեգիոնները փորձում են իրանցից երկրներ խլել։ Այսինքն թույլատրելի է Ռուսաստանը փորձել է խաղերի տեղ կա, այո, թույլատրելի է։ Եվ չի կանգնելու։ Երբ որ ռուսական մարիներ նավը ձերբակալել են տանկերը, այնտեղ եղել է մի հատ բան, կորվետ ռուսական եւ մի հատ բան Սուզանավ։ Հրաման են ստացել նահանջեք, թողեք։
մոլ մենք խոսենք նավի վերջո հետ կստանանք Դե ոչ թե էկիպաժին հարաբերությունները դուք ոչ թե պայմանավորված եք գուցե հարաբերությունները չսրելու համար կամ գուցե հասկացել եք լավ տեղ չի արի սա տան։ էլ բացատրեմ Լավ։ Արտանցան օվկիանոսի կենտրոնում ամերիկացիների դեմ ոնց են ռուսները կռվելու մի հատ ավիակիր չունեն բայց Դոնեցկում Ուկրաինայում ռուսները որ կռվում են ամերիկան ոչինչ անել չի կարող եթե Տրամպն իմանար որ խառնվի կհաղթի կխառնվեր Տրամպը այսպես է եթե տեսնում է ուժեղ ասում է եկեք նստենք պայմանավորվենք Այդ Եվրոպան է կչկչում ինչի որտեվ Եվրոպայի հաշվին չի Ուկրաինան կռվում Եվրոպան միայն փող է տալիս Իդեպ Եվրո ուղղության են խզմալներ, խզմալյաններ, խուրշուտներ, Արամ Զավենի Սարգսյաններ եւ այլն նույն այդ բան Ալեն Սիմոնյաններ, որոնք ընդունեցին օրենք եվրոպական ինտեգրացիային։ Մեկ Եվրոպայի գնում, որ վաղը թուրքերը մտցնեն Եվրոպան միայն ողջունի։ Միակ որոշումը որ կընդունի Եվրոպան շատ լավ Հայաստանը գրավելուց հետո մեղ վարվեք ժողովրդի հետ բոլորին մի սպանեք։ Էս ալնելու։ Չեք հասկանում ինչ ալնելու եւ դա ալնելի է շատ շուտով։ Սա սպառնալիք չի, սա հստակ միջև հիմա Թուրքիան Ամերիկան ոտը երկու ոտ դրես մի կոշիկի մեջ ասես սահմանը բացվա հունվարի 1-ից 2026 թվին հունվարի 1-ից միայն դիվանագիտական անձնագիր ունեցող մարդկանց համար կարան գնան Գյումրիով մտնեն բան Թուրքիա։ Էսա զիջումը։ Էլ ինչ եք ուզում դուք եք մեզ կոտորել։ Մեզ կոտորել եք մեր հայրենիքում 15 թվին։ Մեզ կոտորել եք 2020 թվին Արցախում։ Հələ մի բան էլ մունաթ եք գալիս մեզ վրա։ Ռուբեն Ռուբենյանն էլ հայտարարում է որտից դա ծնվեց ով էր դա հայտարարում է որ լավ արդյունավետ գործեր են կանում Պիտի Թուրքիան խնդրի սահմանը բացելու համար Չեք հասկանում որ լրիվ հակառակ ուղղությամբ է ամեն ինչ գնում Այսինքն հաջորդի վերցնելու է մյուս լատինամերիկյան երկրները Ամերիկան Չեմ կարծում այնտեղ Բրազիլիան է բանանում Որովհետև հասկացեք Մադուրոյի արածը դա ընդհանրապես հիմարություններ էր։ Ընդհանրապես տնտեսության հարցում 13 տարի կառավարեց այդ ինչեր է արել։ Տարի ա եղել 1500% Հա, բայց հաստատ է Թրամփի որոշելիքը չի, չէ՞, որ գնաս մի այլ երկրի նախագահի առևանգես, դուք հասկանում եք 21 հատ մի րոպե։ Բագրատյան, ես ինչ նախադեպ է ստեղծում։ Խնդրում եմ, ստոպ 10 մի րոպե։ 21 հատ Սու-30 ինքնաթիռ ուներ Վենեսուելան։ 5000 հատ ՊԶՌԿ։ Այդ թվում մի քանի տասնյակ Պանցիր S1, Պանցիր S2 Ոչ մեկը չի կրակել։ 5 րոպեում այդ 4 ուղաթիռը կվերածվեին օդում։ Ես չգիտեմ այնտեղ ինչա, բոլորն ասում են դավաճանություն, ամիգուցե եղե եւ այլն, այդ արդեն Մադուրոն գիտի։ Եթե sense պահի Իրան, Կոլումբիան եւ Կուբան, այո։ Կփորձեն վերցնել, բայց Կուբան Ամերիկա ինչին է պետք, Կուբանում նավթ չկա։ Կուբան վերցում է ինչ անի Ամերիկան։ Վենեսուելան աշխարհում 10-րդ ամենահարուստ երկիրն էր։ Նրա նավթային ռեսուրսները գնահատվում են $16 տրիլիոն։ Կուբան վերցնի պիտի պահի այդ ժողովրդին, թե չէ էլի բունտ կլինի։ Կոլումբիան վերցնի ինչ անի։ Մի թեթև նավթ կա այնտեղ, բայց իրանց էլ չի բավարարում։ Պանաման նույն ձևի վերցեց 1983 թվին էր կարծեմ։ Նուրիեգային տարան նստացրին բանտ, հետո Նուրիեգան, հա, հետո տեսան չէ, Պանաման հիմա անկախ է։ Վատ նախադեպ չի ստեղծելու, չգիտեմ։ Վատ նախադեպ ինչի նկատմամբ։ Հաջորդ հարուստ երկիրը, որը արժի վերցնել, Բրազիլիան է, Բրազիլիան չի համարձակվի վերցնի, որը ունի 22 տրիլիոնի ռեսուրս։ Կարա վերցնի Իրանը, սա ունի 26 տրիլիոնի ռեսուրս։ Իրանը ավելի հարուստ է, քան Վենեսուելան։ Համ նավթ ունի, համ գազ։ Եթե կարողանա։ Բայց ես չեմ կարծում, որ անօրինակ Ամերիկան քարցակվի Կուբայի վրա։ Ինչի համար։ Ռուսաստանը ինչու է այսպես пассив դիրքեր։ Ռուսաստանն ասում է այսօր ես Վենեսուելայի հարցը։ որովհետև պայմանավորությունը սենց է, Ռուսաստանը թագավորում է հետ խորհրդային տարածքներում։ Թագավորում է, բայց շատ ակտիվ նույն Ղազախստան, բան տեսեք ոնց է մտնում արևմուտքը Ամերիկան։ Դե հա, բայց Ռուսաստանն էլ հակադարձ քայլեր է անում։ Ղազախստանը ճարճ չունի, Ղազախստանը կամ Թուրանի աշխարհը, կամ Ռուսաստանի հետ է, կամ Չինաստանի։ Կիրգիզստանը վաղուց որոշել է, որ ինքը Չինաստանի հետ է։ Սա երկրաքաղաքական, մեգաքաղաքական խնդիրներ են, որոնք մանրամասն շահադրել եմ այդ գրքում եւ ով որ ծանոթանում է, հասկանում են, որ անալիզի մեջ ճշմարտություն կա։ Իսկ այս նավերի առևանգում ինչ հանգուցալուծում կստանա։ Ռուսական նավերի։
մի նավ են առավել։ Հա, ռուսական։ Դե հետ կտան։ Երկրորդի մասին է խոսեցին, այդպես էլ չգիտեմ։ Երկրորդը Սոֆիա նավն է, չինականն է, հա։ Բայց ինչքան գիտեմ, ես հաստատ տեղեկություն չունեմ, որ չինական նավը վերցել են, առևանգել են, կանգնացրել են, ձերբակալել են, բայց ի տարբերություն առաջինի, երկրորդը լիքը նավթ ուներ։ Մեջը։ Դա գիտեք, դա մի հատ նավի խնդիր է։ Չինաստանի համար ոնց որ գրքում գրել եմ, Չինաստանը այսօր ուզում է Qırğızstանը, բայց նախ եւ առաջ ուզում է Թայվանը, ուզում է այնտեղ Մոնղոլիան եւ այլն։ Խոսքը նրան չի, որ գաղութ հասնեն, այլ իր ասածը պիտի անի։ Ոնց որ Ամերիկան հիմա Վենեսուելան պետություն կառավարություն պահպանվելու է։ Պարզապես Վենեսուելան լիազորված է լինելու նավթը ծախի եւ այն գնով ծախի նրանց եւ ինչ գնով կասի Ամերիկան։ Ինչի վը արև հանգեց, ինչի էր ուզում հասնել ռուսական նավը, ինչ է հասնելու։ Ռուսական նավը։ Ոչ մի բանի։ Արդեն Արդեն հայտնի է, որ էկիպաժին տրամադրում են ռուսներին, տալիս են։ Նավի հարցով էլ կտանեն մի քանի ամիս կպային, ի վերջո բան չեն անի, նավը հետ կտան։ Ուզում էր ուժ ցույց տալ։ Վենեսուելա չմոտենակ առանց իմ թույլտվության։ Նավը դուրս է եկել Վենեսուելայից։ Սա է Տրամպը թելադրում է իր քաղաքականությունը եւ գտնում է, որ այդպես ճիշտ է։ Դրա համար է Տրամպը օրինակ, եթե նայում եք Ռուսաստանին այս պատերազմին, առանձնապես չի դատապարտում։ Ինքն ասում է հաշտվել է մեր մտքի հետ, որ այդ երկրի գոնե կեսը դու կարաս գրես։ Դե մի կողմից փոխնախագահ արտգործնախարար պետդեպի հեգնում են բան Պուտինի Ռուսաստանի բան, հետո մյուս օրը Տրամպը ասում է, չէ, Ռուսաստանը այսպես մի քիչ բան է։ Այդքան էլ միանշանակ չի էլի։ Եթե Ռուսաստանը որոշի, որ այն պահն է, որ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներին հարվածի, երկուսն իրար հարվածելուց հետո երկրագունդը կվերանա։ Ահա, հետո։ Այս բանը գիտեն։ Ուրիշ երկրորդ պետություն չկա, այդ մեկ էլ գուցե Չինաստանը։ Հասկանում եք։ Ուրեմն Տրամպը գտնում է, որ Մարկո Ռուբիոն մեկ-մեկ որ խոսում է, չափ անցել է։ Հա, դա էր։ Դա չափն անցել է։ Ինքը բոլորին հասկացնում է, այսօր էլ հասկացրեց, թե երեք էր իրիկուն հասկացրեց, թե երեք իրիկուն ասել, այսօր առավոտյան տպեցին, որ Ռուսաստան, Ուկրաինա հետ սկզբունքորեն ինչ ուզում ես անել արա։ Լավ կլինի խաղաղություն լինի։ Ինչ ուզում ես։ Եվ եվրոպացիք հավաքվել են ինչ են քննարկում, թե եթե խաղաղություն լինի, ինչ անվտանգության երաշխիք տան Ռուսաստանին։ Արա թող խաղաղությունը լինի, նոր քննարկեք։ Եվ պարզվեց, որ ընդամենը կարողանում են Ուկրաինա բերել, ցանկություն են հայտնել 30,000 զինվոր։ 3 դիվիզիա։ Ու 2 դիվիզիա։ Սա է։ Հիմա այդ պատերազմը կանգ չի առնում, որ այս ուզում էի, որ Խզմալյաններ, Խուրշուդներ եւ այլն հասկանան էսա Եվրոպան էլի։ Չնայած մեկը նրանք վարձատրվում են իմ խորին համոզմամբ կամ ինչ որ ձևով գրաված են այդ կողմով եւ մեզ քարոզում են ազգային ժողովն էլ օրենք անում, դնում են Եվրոպա, որտեղ պաշտպանություն չկա։ Որտեղ առաջի լուրջ ինքնապաշտպանական համակարգը նպատակադրված են ստեղծել 2035 թվին։ Դա, լսում եմ։ Հիմա պատերազմը կանգ չի առնում, որովհետև Եվրոպան թույլ չի տալիս, թե իրականում Ամերիկան ուղղակի այսպես ուրիշ բան փաթեթավորման պատերազմը կանգ չի առնում, որովհետև Եվրոպան թույլ չի տալիս ֆինանսավորում է, եթե այդ ֆինանսավորումը չլինի Զելենսկին կանգնում է, բայց պատերազմի մեջ օրեկան ռուսները 30, 40, 70 25-40 կիլոմետր առաջ են գնում, մնացել իրենց ասելով ազատագրեն, ճակերտավոր ասած 3,540 կիլոմետր։ Ես երբեք այդ պատերազմը չեմ ողջունել։ Հիմա էտա։ Հիմա եթե իրանք ազատագրեն Դոնեցկի մարզը մինչև վերջ, իրանք արդեն Խարկովի մարզից, Սումի մարզից, Դնեպրոպետրովսկի մարզից որոշ տարածքներ են վերցրել, որպես անվտանգության գոտի, կանցնեն անվտանգության գոտի ստեղծելուն Նիկոլաևի եւ Օդեսայի մարզերում։ Բնական է, այդ այնքան պարզ երևում է դա։ Իսկ անխուսափելի է Ռուսաստանը վերցնելու են ինչ որ ուզում է։ Այո, եթե այսպես շարունակի, բայց տեսեք Եվրոպան էլ է փոխում։ Մակրոնը վերջերս հայտարարեց, որ ուզում է Պուտինի հետ հանդիպել։ Եթե հանդիպում ես խոսես, ուրեմն խոսելու բան կա, չէ՞։ Մինչև այդ ասում է խոսելու բան չկա։ Չգիտեմ։ Տես օրինակ Մերսը հրաժարվեց, ասի ես զոր կողարկող չեմ բան Ուկրաինա։
Հարցեր կան, չէ՞։ Չեմ կարող, բանը Ջորջա Մելոնին հայտարարեց ոչ մի իտալացի ոչ չի դնի Ուկրաինա։ Ուկրաինայում այսօր -10-15 աստիճան է, 3 այդ -10-ի պայմաններում անսպասելի իրադարձություն է տեղի ունեցել հորդառատ անձրև երկնքից, այդ անձրևը գետին չասած դառել է սառույց։ Շատ բարդ վիճակ է, շատ բարդ։ Շատ լավ, հաջորդ հարցը, հարևան երկրում Իրանում ինչ է տեղի ունենում։ Ես նախ ուզում եմ ասել, որ Իրանի տեղի ունեցածը ներկայացնել իբրև ամերիկյան սադրանք, այդպես չի, այդպիսի փաստեր չկան։ Բայց այն ինչ որ Իրանի իշխանություններն անում են, հակասական է։ Իրանց իշխանության 46 տարիների ընթացքում ուրեմն որոշ հաջողությունների նրանք հասել են, օրինակ Իրան այսօր արտադրում է ամենալավ հրթիռները աշխարհում։ Լավ ԱԹՍ-ներ է արտադրում։ Իրանի հրթիռների արագությունը գերազանցում է նրան, ինչ ունի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, դրա համար երբ որ պատերազմ եղավ մի շաբաթ 10 օր, ապա Իրանը հիմնահատակ ավերում էր իսրայելական քաղաքները, հիմնահատակ։ Եվ դա եղել է, մենք տեսել ենք բանում, Թել Ավիվում եւ այլ եւ այլ։ Ինչ եք տեսել, մի քանի ինչ որ բաներ էր, ինչ էին անում իրենք Իրանի դեպքին եւ ինչ էր անում Իրանը, պարոն Բագրատյան։ Ուրեմն ես ունեմ շատ կոնկրետ լրատվություն, տեղեկություններ, լավ տեղեկացված եմ, որ համենայն դեպս Իսրայելը շատ ավելի փոքր էր եւ Իսրայելը նախաձեռնեց բանը խաղաղության բանը, որ հրադադար լինի։ Ինքը հարձակվեց, ինքն էլ նախաձեռնեց։ Իրանը շարունակում է։ Իրանը ունի լավ առողջապահական համակարգ, շատ լավ։ Իրանը ունի բավականին ինդուստրիալիզացված տնտեսություն։ Արտադրում է մեքենաներ, ամեն ինչ, բացի ինքնաթիռներից։ Արտադրում է ԱԹՍ-ներ, լավագույններից մեկը Սուզանավերի ապահով։ Բայց Իրանը չի լուծել հասարակ հարցեր։ Օրինակ, այդ սոցիալիզմը վերջին հաշվով դա կրոնական սոցիալիզմ է։ Հանգեցրել է նրան, որ ասենք բենզինը այսօր Իրանում արժի հայկական փողով 10 դրամ։ Արդյունքում նավթ արդյունաբերության նման ճյուղը, որը պիտի բյուջեին փողեր բերեր, ընդհակառակը ֆինանսական ներարկման կարիք ունի։ Կամ իրանական կենսաթոշակային համակարգը, մարդուն թոշակ են տալի, ինքը մահանում է, այդ շարունակում է կնոջը տալ, չգիտեմ, երեխուն տալ եւ այլ եւ այլ։ Այս բոլորը այս սոցիալիստական բաները պիտի վերացվեն, բյուջեն ճաքում է։ Առանց այդ էլ բյուջեն իրանական խնդրեմ ունի, քանի որ երկիրը սանկցիաների տակ է, երկիրը վալյուտայի պակաս ունի։ Եթե այդ վալյուտայի պակասի պատճառով անընդհատ իրանական ռեալը արժեզրկվում է, այսօր երեք օրինակ իրանական ռեալը արժի 147,000։ Երբ որ 79 թվին որ սկսել են, կարծեմ եղել է 1-ին 18։ Դու պատկերացնում ես։ Նման արժեզրկում է բերում է գնաճի։ Դրա համար Իրանում պետք է արդեն լավ տնտեսագետներ կան։ Օրինակ վերջերս մահացավ Մոսխեն Նուրբախշը հրաշալի տնտեսագետ էր։ Միջազգային ֆինանսական տնտեսագիտական կառույցներում աշխատում են շատ լավ հրաշալի իրանական ցակում ունեցող անձինք, այդ թվում պարսիկներ։ Այս բանը պետք է այդ մոլերանդությունը պետք է վերացնել եւ սկսել այս մարդկանց լսել։ Չեն անում, այո, հիմա արդեն երբ որ ապակայունացում կա երկրում, ապա իհարկե եւ Միացյալ Նահանգները խառնվեն եւ Իսրայելը, չէ որ եթե Իրանին շարքից հանում ենք, ստացվում է որ արևմուտքը վերահսկում է նավթային, գազային պաշարների 70%-ից ավելի։ 70%։ Չէ։ Ես ուզում եմ հավատալ, որ իրանական իշխանություններն ու ժողովուրդը վերջո կնստեն մի սեղան շուրջ համաձայնություն կգան, բայց Իրանին ռեֆորմներ են պետք, եւ այդ տնտեսական ռեֆորմները հեշտ ռեֆորմներ չեն սոցիալական առումով։ Խոսքը օրինակ ամեն մեկին տվեք 5 լիտր էժան բենզինի իրավունք, մնացածը շուկայական գնով վաճառեք։ Հասկանում եք, ասենք առաջարկություն։ Կարծում եմ, որ տնտեսագետների մի խմբով կարող էինք մի 3-4 ամսում այդ հիմնական խնդիրները լուծել։ Բայց պետք է կայանա հասարակական հաշտություն։ Ինչ հանգուցալուծում կստանա, դուք ասում եք չեն միջամտում, բայց Թրամփը երեք հայտարարեց, եթե հանկարծ սպաներ կամ ինչ-որ զինված բաներ լինի, անպայման արձագանքը լինի։ Ես դրան այդքան լուրջ չեմ վերաբերվում, արձագանքը կլինի, ի՞նչ է նշանակում արձագանք կլինի։
Նորից պատերազմի Ես հուսով եմ, որ իշխանությունները եւ այստեղ պետք է արդեն իր վրա պատասխանատվություն վերցնի նախագահ Փեզրքեշյանը, այլ էս ոչ թե եկեղեցականները, հոգեվոր բանը, իրան ձեռքը կվերցնեն իրավիճակը եւ կփորձեն կարգավորել եւ նստել բանակցության այդ միտինգավորների հետ եւ բանակցության ընթացքում ընդունել ամենաարդյունավետ քայլերը։ Պատերազմի հավանականությունը քիչ է կամանում։ Նոր գործողություններ բան։ Իրանը Վենեսուելա չի։ Իրանի պարագայում կարող են անմիջապես գետնի վրա խառնվել, ասենք, ենթարենք Ռուսաստանը կամ Չինաստանը։ Առանց այդ էլ Իրանը ստացել է նորագույն հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նորագույն Ռուսաստանից։ Եվ հայտնի բան է, որ դրանք ավելի լավ են աշխատում, քան թե պատրիոտները։ Հասկանում ես։ Այդտենց էս չի։ Իրան ասենք ինչ պիտի անեն մեր, լավ, եկավ ռմբակոց։ Այսինքն իրենք հասկացան, որ պիտի ներսից քանդել Իրանը։ Այո, ներսից։ Հիմա ակտիվորեն խառնվում են, թագավորի տղան է հայտնվել, ասում է պատրաստ եմ գալ եւ այլն, բայց ես ուզում եմ ասել, որ իրանական հեղափոխությունը դա իրանական ժողովրդի իրավունքն է։ Սկզբից դա որպես այդպեսին չի եղել, սկզբից եղել է թե վերջապես հերիքա դուք բան անեք, արժե զրկեք ռիալը։ Հիմա նույնիսկ 147,000 կուրսով դոլար գտնելը Թերանում աննային է։ Շատ լավ, երկու թեմա այսպես բաց թողեցինք, ադրբեջանական բենզին եւ Ադրբեջանի ճանապարհով եկած անհասնակեր։ Լավ, էլի հիմա դրանց ինչ խոսեմ։ Հիմարություն է, ամենը Ադրբեջանից բենզին ինչ եք բերում։ Ադրբեջանը ինքը բենզին է ներմուծում։ Հա, Սուկյասյանն անգել Մեյդան, ինչ է ուզում անի, չեմ ջոկում։ Ոնց ինչ է ուզում, բերում են, ծախում են, ինչ են ուզում անել։ Դե բերի ուզում է, բերի ծախի լավ, եկուցելով, չգիտեմ, հարվածը գալու է Սուկյասյանի վրա։ Ահա որ ձևի։ Դրանից անպայման ավելի շատ վնաս կունի, որ գոնե ինքը բերեր, չգիտեմ, ադրբեջանական գազ, ես կարող եմ ասել, այո, Ադրբեջանում գազ կա։ Կամ հաջորդը այդ ինչն էր, իրանական ինչ ասել։ Անասնակերը։ Այդ Ադրբեջանից եկած անասնակերը։ Ես դրանից տեղակ չեմ, այդ ինչ անասնակերը, ինչ որ ցորեն են բերել։ Ցորենները հետո ասեցին անասնակերը, ո՞ս տեղյակ չեք։ Դե որ ցորենը նման չէ, էլի։ Դե ճիշտ ասած լավ տեղեկություն չունեմ, ով էր դա բերել։ Սամվել Ալեքսանդր։ Դե բա, ով կա։ Հա, դե էժան, հա, երևի Ոչինչ ինչ երևույթ է, չէ, Իրան։ Ներմուծելուց բանը Իրան պետք է ինքը որ տա Աստված, չգիտեմ, քանի տարի ապրի, որ մահանա, պետք է սենց հատուկ նյութերով չորացնեն, որպես նմուշ Իրան պահեն։ Որ ես տարբեր երկրներից որպես թանգարանային նմուշ կան Սամվել Ալեքսանյանի շուրջը ես պատտեն։ Անջելա, ես վարչապետ եմ, դու նստել եմ, կողքս ես բաներ ես ասում։ Ես Ես այդպես բաներ թույլ չեմ տալիս ինձ ասելու, բայց ես պիտի ասեմ, որ բացառիկ երևույթ եմ ասում։ հա, դե հա, բացառիկ երևույթ է տնտեսական առումով։ Նմուշ, ժուլիկ, նմուշ։ Իսկական օլիգարխ ընկերություն անենք իշխանության հետ շատ ստանանք։ Թուրքերի հետ։ Այո։ Թուրքերի հետ, ադրբեջանցիների։ Էս բացառությամբ մի քանի ազնիվ մարդու, որոնք պայքարել են այդ ամեն ինչի դեմ, այդ թվում Սամվել Կարապետյանը, այդ թվում որոնք անխնապ օրինակ Սերգեյ Համբարձումյանը, այդ թվում եւս մի քանի բիզնեսմեններ, ենթանենք Ռուբեն Վարդանյանը, այո, հարուստների, մեծ հարուստների մի զգալի մասը փորձում են ընկերանալ իշխանության հետ եւ ստանալ արտոնություններ։ Ավելացած արժեքիարք սահմանին չեն տալիս, մաքսատուրք չեն տալիս։ Այն մյուսը ընդհանրապես արգելում է, որ ինքը ասենք արտադրում է ցեմենտ գա, հասկանում եք, հատուկ արտոնություն է ստանում այս բոլորը։ Այս բիզնեսները դրանք ճիշտ գետնի վրա ճիշտ ձևակերպած բիզնեսներ չեն, իշխանության փոփոխության դեպքում դառնալու են վնասաբեր։ Եթե իրանց հետ վարվեն այնպես, ինչպես բոլորի հետ են վարվում։ Զանգեզուրի Միջանցքի ճակատագիրը։ Զանգեզուրի Միջանցքի ճակատագիրը սա է, այսօրվա վիճակով, եթե Իրանը հիմա դիմանա, ապա պարոն Տրամպը այլևս չպետք է հանդիպի ոչ ադրբեջանցիների, ոչ էլ հայաստանցիների հետ, ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի հետ, այլ պետք է Ռուսաստանի եւ Իրանի հետ գա մի որևէ համաձայնության։ Այդպես վայրան չկա, որ իրանք հենց այնպես կառուցեն շինարարական աշխատանքները կսկսվեն, պլանավորվում է սկսել 26 թվականի հուլիսին, Դիջիվենսը գալիս է փոխնախագահան հասկանալու, որ ընդհանրապես հայրին ինչքան կարելի է վստահել, Փաշինյանին ինչքան կարելի է վստահել, գնում է Ամերիկա ասում է ես ձեր հետ եմ, գնում է Մոսկվա ասում է ես ձեր հետ եմ, գնում է Սլովակիա ասում է ես Սլովակիայի հետ եմ, գնում է Մալթա ասում է ես վաղուց երազում եմ Մալթայի կառավարության հետ համագործակցեի։ Ամերիկացիք մինչև դա չպարզեն, երկրորդն էլ Դիջիվենսը պիտի պարզի, որ տարեկան ասենք շատ ստանան 10-15 միլիոն դոլարի շահույթ։
միլիարդների ներդրում անեն։ Եվ հետո հանկարծ հայտնաբերել են, որ Մեղրիում ոչինչ հնարավոր չի կառուցել։ Ճամփա չկա, հող չկա։ Եվ այն ինչ որ արել է ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունը, այն բանով թունելներով, բանով երկաթգիծը որ գնում էր, դա ոչ ոք չի կարող անել կրկնել։ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն են անդրադարձել։ Ալեն Սիմոնյանը ուրեմն հայտարարել էր, որ 110 քառակուսի կիլոմետրի չափով մենք ենք իրենց տարածքում։ Մոտավորապես ոչ ոք չի կարող միլիոններով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, այս Ալենն է ասել, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք հիմա, մենք դա ենք այս կողմերում, այն կողմերում տանում։ Այդ մոտ 200 քառակուսի կիլոմետր նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում են, որ դեռ 90-ականներին կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք։ Ալեն Սիմոնյանը ստում է, որովհետև 1988 թվականի հունվարի 12-ին ստորագրված բանով մենք պիտի ունենանք 30,157 քառակուսի կիլոմետր ստորագրված պրոտոկոլով եւ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից եւ Մոսկվան էլ հաստատել է։ Ստում է։ Հիմա Ալեն Սիմոնյանը, եթե տղա է, թող գա ձեր հետ իմ ձետ խոսի եւ Ալեն Սիմոնյանը թող հայտարարի այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան է։ Ինչքան է դուք ասեք։ Իմ կարծիքով այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքը 28950 քառակուսի կիլոմետր, 28950։ Մաքսիմում 29000 տվել են արդեն Հայաստանի Հանրապետությունից։ Ну, այսպես եմ ես միշտ ասում 800-ից 1000 իրականում տվել են։ Սխալ ենք ախպեր, հարթակ մոգոնեք։ Վերջերս այնպես եղավ, որ ոնց եղավ, ոնց համեք հրավիրեցին, եկեք զրուցենք, հրավիրում եք, խոսում եք, կրճատում եք, տալիս եք։ Գերիների մասին, քանի դեռ այս ապիկար դավաճանտական իշխանության չենք վռնդել, լուրջ չի խոսելը։ Չէ։ Բաքվի գերիների իսկապես լուրջ մասին։ չի։ Այսինքն մենք բոլոր ուժերը պիտի մոբիլիզացնենք, ինչ ունեք ասելու ընդդիմությանը, մոբիլիզացնենք, որ վռնդենք, նոր խոսենք։ Ընդդիմությանը ունեմ նորից մեկ ասելու, ընտրություններին գնացեք միասնական, որքան հնարավոր է։ B. Վերջապես մի հատ հանրաքվե արեք եկեղեցու հետ կապված։ Խախտվելա կոնկրետ իմ Հրանտ Բագրատյանի քաղաքացու իրավունքը, խղճի իրավունքը։ Ասենք ես ուզում եմ գնամ մի հատ եկեղեցի, որը պատարակի մասնակցեմ, հանկարծ տեսնում եմ այնտեղ Նիկոլ Փաշյանի խումբը եկել է եւ կաթողիկոսի անունը չեն տալիս։ Դա եղավ պատարակ։ Ես առանձնապես մոլերան չեմ եղել, բայց եթե խոսքի օրինակ ուզում եմ։ Բայց դուք տեսեք եկեղեցի պաշտպանության հարցում բոլոր ուժերը գնացին, իսկապես այս թեման կարող է միավորել եւ չգիտեմ դուրս գան ու պայքարեն վռնդեն։ Այո։ Այդ կարա կաթողիկոս է դերը խաղա։ Ես միշտ գշրոն եմ վերաբերում եկեղեցի դերին քաղաքականության մեջ։ Չնայած եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու հենց այդ պահին առաջնորդը առաջ կգա էլի։ Լսի։ Չնայած եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունի սահմանադրության։ Մենք եկեղեցու գործերով զբաղվելու իրավունք չունենք, եւ դա բոլոր երկրներում այդպես։ Հիմա կարա թող գա, թող մի բան անի, չգիտեմ։ Ես կոչ անում եմ, իմ առաջարկն անում եմ։ Իմ առաջարկն ուղղում եմ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչքան այլ քաղաքական ուժեր կան։ Հասկանում եք, որ եկեք մի հատ հանրաքվե անենք ժողովրդի վերաբերմունքի վերաբերյալ եւ փաստ ունենանք ձեռներիս, լավ, արգումենտ ունենանք, շատ լավ։ Մանավանդ դա կսազեր ընտրություններից առաջ անելը։ Անողի բանը ընկալումը ժողովրդի մեջ հասկանալի կդառնա։ Շատ լավ, եւ այս ֆոնին, հա, գերիներ Բաքվի բանտում շարունակում են մնալ, շարունակում են խոշտանգվել, Հայաստանի բանտերում շարունակում են մնալ եւ խոշտանգվել մեր սրբազաններ, այսքան քաղբանտարկյալներ ունենք Հայաստանի բանտերում, մենք շատ հաճախ մոռանում ենք այս թեմաները, միջև չգիտեմ, Արշակ Սրբազանն է փակված, Բագրատ Սրբազանը, absurd։ Միքայել Սրբազանի վիճակը, հա նաեւ Վարդան Ղուկասյանի վիճակը, ծանր վիճակում է տեղափոխել են։ Երևի ճիշտ չի, որ առանձին իսկապես պիտի միանան ու վռնդեն կարողանան այս ֆոնին, այս բանը, ոնց որ ասեցի Շեքսպիրի խոսքերով ասած, ողորմելի թշվառականը, Ալեն Սիմոնյանը մի հատ այսպիսի բան է, էլի, հրապարակել։
չգիտեմ ինչքանով է լուրջ, անլուրջ որ դուք սրան անդրադառնաք, ինչ են տահաս են, ասենք տեսեք, երկիրը կործանած, Արցախի մասին մենք պետք չի հիմա, Արցախի մասին մենք հիմա ընդհանրապես չենք խոսում, Արցախը կործանեցին, Արցախը ցեղասպանության եզրին, 10,000 զոհերի, 13,000 հաշմանդամներով, Հայաստանի Հանրապետությունից 1040 կիլոմետր հանձնել են, բոլոր բարձունքները հանձնել են, թոշակառուները սովի են մատնված, լկտիաբար թալաներ շարունակվում է, արտաքին պարտքի մասին չխոսեցինք, ինչ ահռելի պարտ։ Հիմա մերոնց գյուղի ճանապարհով գնում էի, պարոն Բագրատյան, մի քանի տարի առաջ իբր վերանորոգել են, այ ողորմելի թշվառականներ, ամբողջը սենց բան է, փլուզված, այ ինչով խաբեցին ձեզ հայ ժողովուրդ, ինչով։ Ու միջև հիմա, իմ եւ ձեր բարեկամն է միշտ ասում անդադ կրկնեք, որ միջև հիմա մեր ժողովուրդը չհասկացավ ճանապարհաշինության եւ ասֆալտ անելու տարբերությունը, էլի։ Հենց ասֆալտը փռելով խաբեցին, ասֆալտը ինչքան փռեցին, այդքան էլ ворթիներին տարան, կործանեցին։ Ու այս ֆոնին, դե փողը շատ է, բա իհարկե, վիզը, այն սուրեբանը, այս վիզն է հաստացնում։ Այս տգետներին չտեսներ, այ չտես բոմժեր։ Այդ որ ասում է բանը, չուտելն էլ է կայֆել, են բաններ ասում Վարդան Պետրոսյանը, չեն ասում մի թյուրիմացություն էլ դերասան Վարդան Պետրոսյանն է, բայց ինչքան որ բանը տարածք են հանձնում, այնքան իրաց վիզն է մեծանում, որովայնն է մեծանում։ Այս ֆոնին, այս բոմժերը բանա տարածել, այս ողորմելի թշվառական, իբր մենք սենց տղերք ենք, էլի մի հատ դիր արփի, իբր մենք այս սենց տղերք ենք, Նիկոլ Ալենն է տարածել, իբր Նիկոլը նայեք, ձենը բարձրացնում է, հա։ Սենց դայ ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ այս աղբանոցից Անջելա, դու մենաց ռեկլամ ես էստեղ նստած։ Չէ, ես ինչ ռեկլամ։ Ես իհանունը չեմ ուզում տամ։ Չէ, ես նյարդային համակարգս ես չգիտեմ, էլի ես ասում եմ չխոսեմ, այ չտես։ Այ չէ, ասենք այն ժամանակ Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ էիր վազվզում, հիմա էլ Նիկոլի էլի, ինչ է փոխվել քո կյանքում։ Հա, զրոներն է եղածիդ ավելացել, բայց նկարագիրդ, բարոյական նկարագիրդ, կերպարդ, բան չի փոխվել։ Էդ էս, նույնն է սրանք։ Ինչ ասեմ, չգիտեմ։ Անջել ջան, մենք ընկերներ ենք, բացի ամեն ինչից։ Ես քեզ խորտ կտամ, չտա քո իրավունքն է։ Ես չեմ նայում սրանց, հանգիստ նայ, այսպես բաներ մինի մեր նայ, այդպես բաներ մի էլ նայ։ Հանգիստ վերաբերվի, ինչ ասեմ։ Ակվարիումի դերից ամեն ինչ լավ կլինի, Անջելա ջան, հանգիստ վերաբերվի։ Արցախ են կորցրել եւ մեր նախագահներն ու Այդ դրան հանգիստ մի վերաբերվի, այդ դա ուրիշ հարց է։ Օրինակ, այդտեղ թեթևությամբ Արցախ հետ չես բերի։ Ես օրինակ չեմ էլ պատկերացնում ոնց ես հետ բերում։ Չէ, Արցախը մեկ ուրիշը պիտի հետ բերի, ես հասկանում եմ էդի 100-ից Պարոն Բագրատյան, մեզ անգամ թույլատրվում ոչ միայն հետ բերելու մասին, parza հիմա դրա մասին խոսելը абսուրդի բանից է, բայց ընդհանրապես այդ կորստի մասին չենք, այդ կորստի մասին չեն խոսում, գերիների մասին չեն խոսում, Արցախահայության այս թշվառ խեղճ ու կրակ վիճակի մասին, խեղճերին են վիճակին են գցել, որ արցախցիներս չեն համարձակվում մի բան խոսեն։ Դրա մասին եմ ասում։ Նես չէ, որ արիս ես մի բան էլ ասեմ, էլի, եթե արցախցիք չեն համարձակվում մի բան խոսել, այստեղ արցախցիներն էլ մեղք ունեն։ Մենք էլ մեղք ունենք։ Մենք էլ մեղք ունենք, բայց արցախցիք մեղք ունեն։ Այսինքն դուք սպասում եք, որ մի հատ բանը մեկը գա, այսենց ձեզի դարձնի կուրկուրիցակ։ Բայց հիմա հանգիստ եկեք ասեք, որ սա տարածվում է Սյունիքի վրա։ Ես, դուք, մյուսները, ես ինքս Սյունիքը կտա կասի ախպեր ջան, ախր մերը չէր։ Երբ ամեն եղել է Սյունիքը։ Չէ, ես այդ ձեր ասածն եմ ուզում շարունակել, երբ որ ասում եք արցախցիք այսպես համաձայնելով ձեզ հետ։ Հիմա նույն վիճակն է, ես լսում եմ, ասում եք դե ձայն մի անեք։ Այս ես չգիտեմ, դուք ինչքան Չէ, դու որ անդադ իրանց վիրավորում ես, քո համար եմ ասում։ Ինչ եմ ասում եմ ծնունդն է նշում։ Տղա ջան, ամոթ ընդհանրապես ես տղամարդու ծննդյան նշելն չեմ պատկերացնում, այդ շքեղ, այսինքն ինչ է, մի քիչ որ տղամարդը մի քիչ լուրջ տղամարդ է լինում, երևի ծայրահեղ դեպքում իր հոբելյանական բաներ էլի, տարեթվերի նշի, ինչ որ 200 հոգու հավաքում է, մեկ էլ լսում ես այդ ծննդյան օրը Արուշ Արուշանյանն է Գորիսի քաղաքապետ, Քաջարյանի բանն է, էս են մարդիկ են, որ իբր դուրս էին եկել, ասում էին Նիկոլ համապատասխան բառը ու ասում էին մեր Սյունիքը հանձնում է։ Դրա համար դուք ճիշտ եք ասում, երևի արցախցիներն էլ այտենց հիմա եթե Սյունիքն էլ հայտնվել է այտենց տղերքի ձեռքը, տղա չեք, չգիտեմ ով եք դուք, Արուշ Արուշանյանն ես, այն Քաջարյանի մանվելն է, այն մյուսն է, եկել եք ձեր ինչի վրա եք ուրախանում, կամ Ալենի ինչի վրա եք ուրախանում, կամ ինչ ուրախություն եք կիսում, այդ որ ուրախությունն եք էլի կիսում։
Ինչ օրենք ինչն էին կիսում, պարոն Բագրատյան, եկել էին ինչն էին շնորհավորում։ Ես դες բանը չխոսամ էլի, ախպերս, չխոսամ։ Ես խորապես արցախցիք խորապես ատում եմ։ Հիմա այդ մի հոգին եկել է սյունեցիներին, ես ինչի անում, սյունեցի հետ աներին է, Դե խորապես ես ատում եմ այդ ամեն ինչը, ատում եմ այդ մարդկանց, այդ կոնկրետ այդ մարդուն։ Զզվանք եմ զգում։ Բայց ամեն անգամ որ խոսում ենք ոնց որ փոքրանանք, որովհետև խոսելուց հետո գործողություն չկա։ Դե հիմա գործողություն չկար, շուտով 5 ամիս հետո գործողություն կլինի։ Ինչի՞ չկար, մի հատ տեսակ, մի հատ կես ժամվա մեջ մի քիչ խելքի եկավ ընդդիմությունը, բոլորը գնացին, պաշտպանեցին եկեղեցու։ Հիմա այդ թեման պետք է շարունակել։ Պետք է շարունակել։ Այդ Ես թեման, պահանջում եմ թալանը- նույն ընդդիմությունից պահանջում եմ սիրելի ընդդիմություն, ես էլ ձեր հետ միասին պահանջում եմ, որ ես ազատ ցանկացած եկեղեցի մտնեմ հելնեմ, որևէ սափեյան չգա, դա չփակի, եկեք այս ուղղությամբ աշխատենք եւ գնանք ընտրությունների, որտեղ պետք է որ հաղթենք։ Շնորհակալություն։